Հայ աստղեր հաղորդաշարը Radio Stars-ին։ Իմ արշալույսի ոսկի շողես, իմ անգետ սիրո երկի դոնես։ Radio Stars-ի անամվերը սպասող ունգընթիրներուն կդեղեկացնենք, թե երկուշաբթի հոկտեմբեր 27-ին Հայ աստղեր հաղորդաշարի հյուրի պիտի ելլա տաղանդավոր երգիչ Բողոս Եդիկյանը։ Աղաչում եմ յարդես, էլի ինձ դանչես, աղաչում եմ յարդես, էլի ինձ դանչես։ Բողոս Եդիկյանը պիտի վերհիշի իր մանկության ունեցած անմոռանալի բահերը Հալեբ քաղաքի մեջ, պիտի պատմի դպրոցի համտեսներուն միշտ մասնակցելով երգելու մասին, ինչպես նաև առաջին անգամ երգելու փորձառության, իր անձնական երգերուն եւ վերջապես Կանադա դեղափոխվելու ու երգելը շարունակելու մասին։ Գարոդով ապրում եմ գարոդով, որ մի տառնա սիրելիս։ Սիրելիներ, հետևեցեք հարցազրույցին ուղիղ եթերով Radio Stars-ին եւ Radio Stars-ի թիմադեդրեն երկուշաբթի հոկտեմբեր 27-ին գեսորետ ժամը 1-ին Լոս Անջելեսի ժամով, երեկոյան ժամը 12-ին Հայաստանի ժամով եւ մեկ անգամվա համար ժամի փոփոխության պատճառով Եվրոպայեն հետևողները գրնան հետևիլ հարցազրույցին երեկոյան ժամը 8-ին։ Առաջին նայվածքը խելքս տարավ իմ գլխիցը, ջահել իմ սրտի վրա, թողեցիր քո սիրո հետ։ Հարցազրույցը կպատրաստի եւ կվարե հաղորդավարուհի Ստեյսի Ավեդիկյան Արաբյանը։ Իմ սրտի երազանքն այսօր իրական է հարցը։ Radio Stars-ի ունգընթիրներ եւ ագընթիրներ, սպասեցեք հետաքրքրական հարցազրույցը տաղանդավոր երգիչ Բողոս Եդիկյանին։ Դու ինձ ես կոնը լինեմ ու քո սրտին թողիրեմ, չեմ կարող քեզնից հեռու ապրել։ Ձեր հետն է Radio Stars-ը, Los Angeles, California-ին։ Los Angeles, California-ին, այո, միշտ Radio Stars-ն է եւ յուրաքանչյուր երկուշաբթի Հայ աստղեր հաղորդաշարն է, որ կհետևիք։ Սիրելիներ, մեր մոտ եղավ ժամը 1-2 վայրկյաններ գանցնին, ուրեմն անպայման ես պետք է բացակայեմ առանցին իմիջայլոց լսենք մեր այսօրվա դաղանդավոր երգիչ Բողոս Եդիկյանի մեկնաբանությամբ դու միայն խորակրով երգը, ապա բացակայել է երգ, երկուքս միասին պիտի վերադառնանք եւ հարուստ հարցազրույց պիտի ունենանք։ Չի հեռանաք, սպասեցեք մեզի անպայման, շուտով կվերադառնանք։ Գլսեք Radio Stars, Radio Stars։ Գլսեք Radio Stars եւ գտեսնեք Ստեյսին եւ հարկարժան հյուրիս։ Մեկ վարյան եւ ամիջավես կսկսենք այսօր։ Ինձ արավ սրտի սիրո աղբյուրն ես, անցրևից հետո զիաձանն ես, միշտ անբագաս ու լինես իմ յան։ Ախ ջան, Բողոս ջան։ Դխուր աշխարիս ուրախությունն ես, ու սիրո հավետ իմ բաշտելիս ես, կես սիրում է առավել իմ յանքի։ Իշերցերեք կերկեմ Պիերիս։ Ու միայն ինձ բավարար ես, ուրիշի հետ չեմ փոխի քեզ։ Հնա։ Իմ սիրո անվերջ հեքյա, սիրտս այրով անմար Ջան։ Աշխարի հետ չեմ փոխի քեզ, ու իմ սրտի ամեն միզալ, որ կյանքը տաս ինձ շարունակ։ Դու միայն ինձ բավարար ես, ուրիշի հետ չեմ փոխի քեզ։ Երես լսեք։ Դու իմ սիրո անվերջ հեքյա, սիրտս այրով անմար գրակ, դու միայն ինձ բավարար
Այսինչ գեղեցիկ բարերով երգ դու միայն խորակրով Բողոս Եդիկյանի մեկնաբանությամբ։ Դարձյալ միացած ենք շարունակելու համար հաղորդաշար երկրորդ բաժինը, որ հարցազրույցի բաժինն է, բոլորդ լավ կիմանաք։ Այսօր եւս պիտի հյուրընկալեմ դաղանթավոր երգիչը, որ ունի փափկիկ ցայն, հեզ բնավորություն եւ կողդր ճաշակ։ Հայ աստղերի հրավիրյալը ծնած, մեծած եւ ուսանած է Հալեբ քաղաքի մեջ։ Իր մանկավարդեզի դպրոցական օրերուն հազիվ 4-5 տարեկան արդեն ուսուցիչները նկատի առնելով իր ունեցած ցայնը ու ցիրկը բեմ կբարձրացնեին նրան երգելու համար։ Դարիներ անց հասուն մարդ դառնալ է յետք գխնդրեն իր մե որբեսի ջոխացնե մորեղբոր բսագի խրախճանքը երգելով 1998 թվականին։ Բայց այս երիտասարդը չի բավարարվելով երգելեն եւ երաժշտության են բեմ կբարձրանա ժողովրդի առջև 2017 թվականին պրոֆեսիոնալ ձևով երգելով Բեյրութի Սուրբ Սարգիս եկեղեցու մադաղի երեկոյին։ Գարցանակրի անձնական երգեր լանանոնք հանդարտ կամ ճոխ եւ գշարունակե երգի ասպարեզը մինչեւ իր դեղափոխվելը Կանադա 2018 թվականին։ Երգել է թատրել է յետ 2024 թվականին գորոշե վերադառնալ, որովհետեւ երգարվեստը միշտ գրաված էր եւ գկրավեզինք։ Այժմ կներկայացնեմ Radio Stars-ի ունգընտիրներուն եւ ագընտիրներուն դաղանթավոր երգիչ Բողոս Եդիկյանին բարև եւ բարի եկացեք Radio Stars-ին եւ Հայ աստղեր հաղորդաշարեն։ Բարև Ստեյսի, շատ շնորհակալ եմ ասկերեցի գրավերին։ Վստահ, խնդրեմ, ես շնորհակալություն պիտի հայտնեմ, թե իմ հրավերս մեծ սիրով ընդունեցիք եւ ահավասիկ այսօր հաղորդաշարի հյուրն եք։ Անշուշտ։ Մենք սկսանք մեր միանալը շատ գեղեցիկ դու միայն խորակրով երգը որ ջոխացուց բոլորին այսօր երգին երաժշտությունը եւ բարերը արդյոք ով գրած է երբ ցայնակրած եք եթե բստիկ տեղեկություն ունիք նախքան լուրջորեն սկսենք մեր այսօրվա հարցը պատասխանեն Ընդհանուր անձնական երգերը որ պատրաստած եմ բարերը գրած է Սարգիս Քելխաչելյանը մեր բանաստեղծ եւ կորձիկավորում Խաչիկ Մալխասյան բոլորը Լիբանանի Աբրաջ շրջանից աշխատած ենք եւ արձանագրած ենք որ արդեն քիչ հետ կվստահ պիտի խոսենք մանգութենեն, ապա դեղափոխվի Լիբանան, Կանադա, այդ բոլոր դժվարությունները, որ հաղթահարեցիք եւ բնավ չի հանձնվեցաք, չի դադրեցիք, որովհետեւ ինչպես թե հարաճապանի մեջ հիշեցի Բողոս Եդիկյան, թե միշտ ցեզ կգրավե երաժշտությունը, երգը, երգարվեստը։ Այս բոլորի մասին պիտի խոսենք, բայց նախ իմանամ թե ցեզի համար ինչ նշանակություն ունի Հալեբ քաղաքը։ Հալեբ քաղաքը ծննդավայրս է մեծ հորս մեծ մորս հետ անցուցած ժամանակներս հիշադակներս դպրոցական կյանքս բադանեգան կյանքս միջև կորձի ասպարեզի արդեն երբ որ սկսեցանք մի քանի տարի վերջ բادرազմի պատճառով գաղթեցինք դժբախտաբար այո Բայց Հալեբ քաղաքը ինչպես կնկարագրեք, ինչպիսի քաղաք մնե, այո, հայությամբ լեցուն է հարուստ քաղաք է, վստահ երբ հայ կահոն հարստություն կա։ Հալեբ քաղաքը ինչպես կնկարագրեք, այսինքն իմաստը ինչ է ցեզ համար, երբ Հալեբ կսենք, դգարգետ մնե, հարուստ վայր մնե, ինչ է ցեզի համար Հալեբը։ Բարդություն է Հալեբը։ Հալեբ ծնիլը, մեր ասկային դպրոցները ավարտելը մեր ուսուցիչներն սորվածները Եվ որ գսես Հալեբ զնյած եմ կամ Հալեբ ավարտած եմ ու գսեն ուրեմն լավ հայերեն խոսիս լավ հայերեն ասում քեզ լավ հայերեն երգես Այդպես գեղեցիկ նկարագրեցիք թե Հալեբը Գրնանգսել հայադրոպ քաղաք է, որովհետև դուք այս բոլորը նշեցիք։ Ուրեմն հայկական ածտրդի դրոփումը ունի, որովհետև Հալեբ քաղաքը շատ գեղեցիկ ցևով է որ ներկայացուցիք։ Բիդի վերադարձնեմ ցեզի այդ փոքրիկ օրերուն
Բայց նախ լսենք։ Հարցազրույցի առաջին մասը հիշել մանկությունը եւ մանկության հիշադակները։ Ինչպես յուրաքանչյուր անց կրնա մոռնալ այդ հիշադակները եւ ես ցեզի պիտի վերադարձնեմ 4-5 տարեկանին արդեն մանկաբարձի հանդեսներուն հանդեսի երկի բաժինը միշտ փոքրիկ Բողոսին նկատի գարնեին ինչ հուշեր կփովանթագեք այս թեփքերեն կամ այս թեփքեն ավելի ճիշտը Ինչ որ գիշեմ մանկաբարձի հանդես որ բիդնենք գարկով գեցանք բոլոր փոքրիկները եւ հոնդե ուսուցիչները ցայները փոքրիկներուն եւ իմ ցայնս այնադեն կաչարեցին որ այդ թվականին գիշեմ 1993 թվականին Արցախի պատերազմն էր եւ արդեն գաղթեին կոր պատերազմը ուրեմն ինձ դրվեցավ այդ թվականին ոտքի ելեք հայեր հանուն հայության Ղարաբաղը մերն է մերն էլ կմնա Ձեր հասակեն ավելի ծանր երգը Այո մանկական երգ չէր այսինքն Այո Գիշեմ հանդեսը atkan որ մեր հանդեսներ հարուստ կլար մեկ օրով չենք բավարարվեր երկու օրով հանդես կնեինք Այո Իսկ այդ տարիքին իմաստը գիտեիք երգին Գիշեմ հայրս այնադեմ ինձ Կարնիկ Սարգսյանին երգանտեսին դարավ կասետը արավ որ մդիգնեն Սորվիմ երգը անանգով երգանտեսին որ երգեցիք շատ լավ գիշեմ օրին առաջնորդը ներկա էր առաջին գարկին նստած ոտքի ելավ եւ ծապարեց եւ գուզենք գսելով մեկ ադալ երգեցին ներկը Որքան խանդավառվեցավ փոքրիկ Բողոսը թե այդ ծափահարությունը իրեն ավելի քնահատական ցև մներ որովհետեւ ինք ոգևորվի եւ երգե Ուրեմն երկրորդ անգամ եւս երգեցիք նույն երգը Այո Լավ Գխոսին փոքր դարիքին ուսուցիչները ինչպես անդրադարձած էին թե փոքրիկ Բողոսը լավ ցայն ունի Ասեմ ցիրկի աստծմե at դարիքեն հայտնի գնե այսինքն կամ ցայնի դեսակից ամեն մարդ ցայն ունի բայց գարկը ցայներ ավելի հետ կցկեն ասեմ թրջունը ինչպես ամեն թրջուն ցայն ունի բայց Կանարյան լավ երկի ավելի միշտրջունը լավ երկի տուտագ ուրիշ տեսակ մատարարազն ալանանգը Իսկ Ուսուցիչները որ քուշագեցին եւ անդրադարձան ծեր լավ ցայն ունենալը յուրաքանչյուր հանդեսի նկատի գարնեին ցեզի որ մեկ հանդեսներում մասին խոսենք դբրոցի ավարտին կամ ովևէ մեկ հանդես լար պետք է փոքրիկ Բողոսը պեմ բարձրանա Գիշեմ ուրեմն Հայգազյան ավարտած եմ Հայգազյան մանկաբարձ եւ երկրորդական նորեն Հայգազյան վարժարան Գիշեմ նաև գուկային ինձ տասրանեն գարնեին ուրիշ տասրաններ գդանեին երկել գուդային ուրիշ աշակերտները դեսնեն ասելով Միջև Հայգազյանի 6-րդի հանդեսին նույնիսկ 2-3 տեսակ երգ երգեցի միջև հոմ բավարարվեցա ես քանի որ Ջեմարանի գարկերուն անցա ավելի ամչնալու բանը սկսավ իմ մեջս ավելի քաշվեցա արդեն որ ամեն տեսակ վարժարանները ջեմարան գուկան աշակերտության թիվը շատ է Այո Ես ալ գործվեցա քիչ ջեմարանի մեջ եւ հերու մնացի Ամաչկոդության պատճառով այսինքն Այո ամաչկոդության պատճառով այդ դարիքներուն 13-14 տարեկան Փոխանակը բարդանալու այդ տարիքին գմեծնան եւ գսկսին այսպես ցեվում ինձնին տեսնել թե ես ալթեն մեծած եմ 13 տարեկան գարձեն թե իրենք այդ հասուն դղամարտը դարձած են բայց ինչպես եղավ գինզի հրավերներ գուքար որ երկչախումներու երկեի բայց իմ դեսագս մանավանդ որ մանկաբարձի երկեցի ցերկով ոտքով մի երկեմ Երջախումբ գարքի գենալով չեմ գրնար երկել այսինքն արդեն երջախումբի երկած երկերնին ես ջեմարանի գարկերուն տունի աշխարհներս մդիկ կնեի այդքան ծեր դարիքեն ավելի հասուն փոքրիկ Բողոսը
չարուկ բողոսներ կամ հանթարդներ եւ լուրջ փեմին վրա, որովհետեւ ստիկ պետք է ցերկով այսպես անպայման վստահ պիտի արդահայտվիկ, չէ՞, երկելու ադեն ցևով օրինակ դու իմ աշխարհն ես, այսպես ասենք, չարուկ բողոսներ կամ լուրջ փեմի վրա այդ լուրջ փոքրիկ բողոսներ։ Լուրջ, բայց ցևերով։ Գհիշեք ասիկ թե մի քանի երկեր խնդրվեցավ որպեսի երկեք փեմ բարձրացակ գհիշեք երկերը մինչև այսօր տպավորած է ձեր մտքի մեջ մանգաբարդեզին որ ցայնս մեջտեղ ելավ եւ ժողովուրդը գրգին անգամ ուզեց մեծ հայրս երկու կողմեն մորս եւ հորս ամեն անգամ ինձ դեսնելուն երկել գուդային Ցայմը հնչեց Էրզրումի Ցայմը հնչեց Էրզրումի այդպես է Այո Բայց անինչ որ նկատի կառնեմ հիմա ցեր պատմածներեն թե շատ դարիք է ավելի դժվար երկեր գուտային ցեսի որբեսի մեկնաբանեք պատրաստ եք այդ պատրաստակամությունը ունեիք կամ հայր մայր օգնելով իրենց օգնությամբ քաչալերանքով է որ դուք կսորվեիք այդ երկերը եւ փեմ կբարձրանայիք փոքրիկ բողոսի մասին խոսենք Հայերեն երկի բարակային երկու անգամ երեք անգամ որ լսեմ արդեն կսորվիմ Երանի գսեմ տասերը երկը լար եւ ես անցեվով սորվեի տասերս հիմա մեծ բժիշկ լայ Դուք ձեր կորզի բժիշկ եք, յուրաքանչյուրանց իր կորզին բժիշկ է, վնաս չունի, դուք երկարվեստը նախընտրած էիք, փոքրիկ եք և ծնողքը չի կաչալեր իր զավգին ասելով, այո, երգե տղաս կամ երգե ցակուգս, պետք է թասի հետևիս, այսպես կսեն միշտ ծնողները իրենց փոքրիկներուն ձեր բարակային ձապահարեցին հայր և մայր։ Այո, վստահ։ Արգելք չէին։ Ասեմ երկի դառնալուս պատճառը մայրս է։ Դարետարցիս որ Լիբանան կացինք ամեն չերնից գործընծուցած, գործված վիճակ եւ ես բաժանում ունեցա ներված, մայրս ինձ միկրոֆոնը նվերարավ։ Ադանգով Լիբանանը իդ այդ միկրոֆոնին վրա երկելու սկսա։ Հիմա գահասնինք, այդ պատմության գահասնինք, պաստար Լիբանան չերտանք թերմանանք հալեբի այդ փոքրիկ բողոսին հիշադակներով, Հայկազյան և Ջեմարանը հիշեցիք, կներեք ընդատեցի, որովհետև Լիբանանը քիչ հետ կվիդի անցնինք, Հայկազյան և Ջեմարան աս երկու անունները վստահ շատ իմաստ ունին ձեզի համար, կխոսենք դպրոցի, վարժարանի այս տարբեր հիշադակներում մասին, որ մեկին հիշադակները ավելի հաճելի են ձեզի համար և ինչու։ Հիմա ամեն մեկ դարիք, որ անցուցած եմ, իր հիշադակ ունի, մանգության, Հայգազյանը մանգության կամ երկրորդականին նորեն մանուկ կաշվի, միջև 10 դարեգան, 12 դարեգան, Ջեմարանն ալ իր չարություններու դարիքով, և որ նոր ընգերներ ծանոթացանք Ջեմարանի մեջ, Զավարյանեն եկած, Սահակյանեն եկած, մույս վարժարաններեն եկած, ավելի շրջանակս մեծավ, Եվ ասեմ Ջեմարանի շրջանին ամեն մարդ արդեն գիտեր իմ ցայնս լավը լալը, բայց չէի հետևեր երգչախումբներու կամ հանդեսներու, բայց սիրք ունեի ծաղրելու, որ ընկերներուս խնդացնեմ, ընկերներուս լավ մթնոլորտ ստեղծեմ, մեր հալեբի ունեցած երգիչներուն մեր ժամանակ Հոսեփ Գոմիդաս, Կոկո Ասայան, որ գերտայինք և մտիկ կնեինք, Իրենց վեց երկել կպորցեի և անշուշ վստահ պոլը։ Որ քիչ հետ կվիդի խոսենք, թե որքան ոգևորված եք այս բոլորին կամաց հանքրվանով հասնինք։ Լավ այս ամճկոդությունը ինչպես անհետացավ ձեր կյանքեն, որովհետև անինչ որ կպատմեք, թե միշտ ամճկոդ էիք այդ փեմ պարսանալու երկելու կամ ասենք ժողովրդի առջև երկելը։ Այդ ամճկոդության վրա ինչպես աշխատեցաք, որպեսզի անհետանա։ Հիմա սիրգարկը բիտկա Լիբանանին ժողովուրդը իմ ամճկոդությունը զարավ իմ մեջ ենս։
Լիբանանահայեր, բրավո ցեզ, Լիբանանահայեր, տարբերություն չի գա, գադագի բաժիմն է, որովհետեւ խնդանք, որովհետեւ Հալեբա հայը, Հայաստանի հայը, Լիբանանի հայը, Ավստրալիո, Եվրոպայի, արաբական բոլոր երկրներով հայը կմնա հայ։ Պիտի հասնենք այդ տարիքին, որ արդեն հասուն մարդ դարձակ եւ առաջին անգամ երկեցիկ բսագի մխրախճանքին 1998 թվականին։ Խոսենք թե ինչպես էր փորձառությունը եւ որու բսագներ։ Մորեղբորս վսագն էր, ուրեմն մենք ընտանիքի մեջ ուրիշ երկիչ ունալ ունենք, Տենո Գարաբեդյան, ինքը եկած էր, որ հարսանիք ջոխացնելու, գիտեին իմ ցայնը սլավ է, ես ալ իմ գարկիս մի քանի հատ երկեցի օրեն, փոլեն, հեղափոխական, ածևով ջոխացուցինք։ Այս մեկը բադահեցավ Լիբանանի մեջ։ Հալեբեթեր։ Իսկ երբեմ parsasak որբեսի երկեք Բողոս Եդիկյան ինչպես արձականքեցին ներկաները ուրախ էին արդահայտվեցան քաչալերեցին ծափահարեցին դարձյալուզեցին փեմենչիչնել փեմի վրա ինչպես էր արձականքը ինչպես իրենք արձականքեցին Վստահ պետք է երկես պետք է շարունակես ցայնը դանսպարկով կուկանգը մոդենան շադավոր ցայն ունիս Pollingi շեցնես, աս կոմենտները արած եմ ժողովուրդեն այսինքն։ Շատ հաճելի է վստահ այդ մեկը քնահատական։ Ըսկացումով երկես։ Բարերը հստակ կհնչես։ Քնահատական խոսքերը դրամատրությունը բարձր կպահի։ Դիշտադան։ 1998 թվականը որ գխոսինք այդ բսագի խրախճանքին որ երկեցիկ լուրջ չորեն սկսելու քայլներ կամ փորձառություն մներ, ապա լուրջը սկսավ 2017-ին որ պիտի անցնենք ծերբադասխանեն յետք։ Ոչ, 98 թվականին որ երկեցի ավելի դեռ ամեն մարդ ինձ մանուկ աչքով գնայր, այսինքն 10 տարեկան էի, 11 տարեկան էի։ Ավելի կաչալերվեցա եւ որ բادرազմին Լիբանան եկա երկեցի հոն կաչալերվեցա ավելի 2017 թվականն է որ գխոսինք Լիբանանի Սուրբ Սարգիս եկեղեցու մադաղի երեգոին դուք է որ երկեցիք ճոխացնելով այդ երեգոն նախ խոսինք թե ինչպես տեղափոխվեցաք Աբա մատաղի երեկոյի մասին դեղեցությամբ պիտի իմանամ ցես մե ինչպես հալեբը ցկեցիք որքան դխրությամբ ինչու Լիբանան տեղափոխվեցաք եւ ինչն էր այդ դխրթեպքը որսիկ դխրթեպը ունեցա եւ մայրս ինձ նվիրեց այդ բարձրախոսը Ես հալեբը մեկ օրվա համար Լիբանան եկա եւ 6 տարի մնացի չգցա դառնալ Այդքան որ քեղեցիկ վայր է Գեղեցիկ վայր է, բայց մեր քաղաքը անշուշտ շատ խառնված էր։ Այո, պատերազմի պատճառով։ Ջամփաները կոծեին, մեզի շատ դժվարություններ կար ոնդեղ ապրելու։ Լիբանան մնացի։ Բայց սպամ եղավ, որ քիչ ընջվեցա Լիբանան, ամեն ինչ ցկելով։ Սիրածուն էի, սիրադես բաժվեցա։ Ամեն չարիքի մեջ փարիկ մգա։ Ինքը ուրիշ քաղաք, ես ուրիշ քաղաք, ընջված էի, ուրեմն օրը դարետարցիս դուն եկա, մամաս մեր ասխեգանին հետ կացած է ինձի պարսախոս մարած է, բզդիկ միքսրով, մյուզիկներ, կարաոկեի մյուզիկներ, ադանգով, գիտես Լիբանան կարաոկեի սիրիներ գա, Ճիշտ է։ Անանգով երկելու սկսա տրացիները գծապեին չերկածորս ինչու չես երկերգոր պետք է երկես պետք է երկի չլաս ադանգով կաչալերվեցա Լավ, ինչպես Սուրբ Սարգիս եկեղեցու դիգնացը կամ գազմագերբողները իմացան ձեր ներկայությունն եւ խնդրեցին, որովհետեւ մադաղի երեգոն դուք չոխացնեք։ Ինչպես եղավ այդ կապը ինչպես էր։ Մեր ասկագանը գա Ալինա Մանջիկյան ուրեմն այնադեն արդեն սկսած է ես խաչիգին այդ երկել պատրաստելու իրեն Գրգած էի, ուրեմն մնդի գրած են եւ ինձ հրավիրեցին, որ երթամ երկեմ
Ես ալիմ գարկիս մյուզիկներ պատրաստեցի, կացի, ջոխացուցի, երկեցի, լավ կոմենտներ արի ոնդեղը։ Ահա։ Ուրեմն մայրս վարը գեցած է ես երկեմ, որ հոն երդասարդներ գսեն, լիպանան երկող, վերջ են Լոս Անջելոս կանցնի մեզի չի հավնիլ։ Այդպես լսած են և այդպես լսած է։ Հոսպիդի պարևեմ Ալենա Մանչիկյանին, որ ինք շատ հայտնի է իր պարիսիրությամբ և լավ կործերով, նամանավանդ երբ լիպանան կապրեր, դիգնաց միության ինք անդամ հոմուհի, բոլորին աչակցությունը ցույց կտար և գաչակցեր, գոքներ, վարձ կկատար իրենալ շնորհակալ ենք, թե ինք այդ Սուրբ Սարգիս եկեղեցվո մադաղի երեքոյին պատճառը դարձած է և դուք փեմ բարձրացած եք։ Արդյոք Պողոս Եդիկյան եկեղեցվո համար երկելը գդարբերի դարբեր սկացում է, դարբեր իմաստը ունի։ Եկեղեցվո մեջ, այսինքն կամ եկեղեցվո գազմագերված։ Այո, դուք եկեղեցվո համար երկեցիք, չէ՞, մադաղի երեգոյին երկեցիք, եւ ոչ թե խրախճանք կամ բարային, այսպես դարբեր ելույթ մկար կամ խրախճանք մկար, դուք եկեղեցվո համար երկեցիք։ Գդարբերի իմաստը կամ ցեզի համար անցամբ դարբեր էր երկելը եկեղեցվո համար։ Դարբերը էսելով ուրախություն է, որ եկեղեցվո գոմեն քեզի հրավեր գուկա, ուրեմն ցայնը թավնած են, ոճը թավնած են, կամ գրնաս համոզված են, որ գրնաս ճոխացներ այդ մի քանի այր օքին, որ գեցած քեզի գտի դե, բայց ին բարակայես ինձի համար նույնն է կանի ես որ երկելու սկսեմ աչքերս կկոցեմ ինչ պեք բան չեմ դեսներ։ Գներշնչվիկ գվոքեվորվիկ երաժշտությամբ աբացերս կացումով է որ գերքեք լիպանանի մեջ ուրիշ տեղ երկեցիք շարունակեցիք կամ եղավ միակ երեկոն Սուրբ Սարգիս եկեղեցվո։ Չէ, լիպանանի մեջ ուրիշ տեղ չի երկեցի, չէ։ Ալինա ուր է իր։ Ալինա ինչու ուրիշ ովև մեկտեղ բարեխոսությունը չի շարունակեցիր։ Ես արդեն ամիս օր գսպասենք մեր կանադայի թուղթերը։ Այդ պատճառով էր։ Բայց այսինքն չի փապակեցակ, որովհետև Եղավ, ճիշտ ես, եղավ, չիմորնամ Ռաֆի Գևորլանյան գա երկիչ։ Վստահ բարևներս մեր եղբոր Ռաֆին, որ հաղորդաշարը գրնալ եղած։ Շատ ինձի օգտակար դարձած է, ինձի իրեն պատրաստած մյուզիկները դված է, որ վրան երկե, մի քանի անգամ ինձի հետ երկելու դարած է։ Շատ լավ մարդ։ Իսկապես անպայման Ռաֆին ալվարձ կկատար ինք հաղորդաշարի հյուրը եղած էր եւ դարձյալ կրնակ սիրելիներ Ռաֆի Գևորլյանի հարցազրույցը դարձյալ թիտել YouTube ալիքի վրա Ստեյսի Ավետիքյան Արաբյան միասին երկեցիք կհասկանամ Ռաֆին հետը կամ ինքը ինձի հյուր դարավ հետը ինքը ելույթ ուներ եղավ 2-3 անգամ կացած եմ հետը Շատ լավ։ Եվ միշտ կկաչալերեր գուկար դուն մդիկ կներ ասանք երկե անակմի երկեր աչքերդ բաց երկազադենը Այսինքն խրատներ փոխանցեց ցեզի Այո Այս բոլորը որ գբադահի Ալլահալեբի մեջ լիփանանի մեջ լսենք Այժմ վերհիշել անմոռանալի դեպքեր եւ վայրեր Վստահ անմոռանալի դեպքեր գա եւ վայրեր կան, չէ, գրնավով է մեկ դեպք մբադահիլ եւ դբավորվի անցմը մնա իր մտքին, իր հիշողության մեջ տարիներ, հավանաբար մինչեւ խորձերություն, հիշենք այդ դեպքերը Լահալեբի մեջ, Լիբանանի մեջ, այսինքն վայրերը դուք պիտի հիշեք, այդ դեպքերը ուր եղած է, որ մեկ վայրը փեմի վրա, սահիլ, խնդալ, բարամորնալ, փոքրիկ եք, դարվիլ, այսպես եթե դեպքեր բադահած են լսենք Հալեբի կամ Լիբանանի մեջ Մասնավոր Հալեբի մեջ հանդեսներուն չեմ հիշեր որ դեպքեր եղել բայց հարցն ունին ոտքերս կտողա միշտ փեմի վրա Ժո միջև այսօրս որ ժողովրդի դիմաց կելեմ երկելու ոտքերս թողուկա Բզդիկ տարիքեն այդպես էր Այո Լավ, ինչպես կրնակ Բայց պար չէի մորնար լման գադարեի երկը
Գիտնալով հանդերձ թե երկը ծեր տարիքեն ավելի մեծ երկ մնե պետք է լավ սորվիկ ամբողջովին երկեիք առանց մորնալու։ Այո։ Լավ փոքրիկ տարիքին երբ ծեր ծնողքին հետ հայր կամ մայր պիտի երթայիք որ թիդեք երկիչի մը համտեսին երկահամտեսին կամ ովևէ մեկ այլ տարբեր երկիչի պատահածներ եղած է որ դուք ներգայեք եւ փեմին վրա գտեսնեք երկե եւ ծեր երազն է թե աբակային գուզեմ երկիչ դառնալ այդպես դեպքեր պատահած է Մանկութենես երբ որ փոլը հալեբ կուկար շատ մանուկ դարիք ես այսինքն 10 տարեկանես երբ որ գսեին մանուկները մուտքը նույնիսկ արգելված է կփորձեի հորեղբորս հետ երթալ կամ մեր աստղեկանները գուկային լիպանանեն որ փոլին ներգա գտնվին ադոնց հետ երթալ եւ ուրիշ փոքրիկներ Այդ ժամանակ որ խավար ժամանակ կանցնեին, ես աթորս կդարձնեի երկիչին գտիդեի։ Լա պոլը լա շատ ներգա գտնվեր ենք Հոսեփ Կոմիդասինը Սադիսպես, Կոկո Ասայան եւ երբ որ դուն վերադառնայինք գսեին բողոս ինչպես կերկեր գոր երկիչը, մեկ հատ ծաղրե։ Եվ գսկսեիք նույն ցևով երկել։ Դիշտ ադանք, միչև այսօրս մարդիկ ինձ գտեսնեն և գսեն ինչպես կերկե Հոսեփը, ինչպես կերկե Փոլը, ինչպես կերկե Ադիգա։ Լավ, եթե ես ասեմ ինչպես կերկե Հոսեփ Կոմիդասը, ինչպես կպատասխանեք, ինչ կպատասխանեք։ Շատ հարուստ ունի Հոսեփ Կոմիդասը, բայց ինչպես ասեմ, այս դիրունա աղջիկ, քո ցավը դանեմ Կարոտել եմ ես քեզ ասա ինչ անեմ։ Ուրիշ, Փոլ Բաղդասարյանը։ Փոլ Բաղդասարյանը խոսակցությունը արդեն գրգին անգամ քույր եղբայրներ Փոլո Վարդքերնիտ կադարը լագսեմ այսպիսով երկար է։ Ըստ երևույթին Փոլ Բաղդասարյանի ցայնի եւ երկերը ցեզի շատ ոգևորած է։ Նախ լսենք, ապա կփոխանցեմ հարցումս։ Կարմի ժամանակ Կարմի ժամանակ ես քեզ սիրելով ուրախությամբ կաբրեինք երկերով սերը անգեց վարույսերով ինձ կյանք ու դար սիրո համբույրով ու հասավ ժամը սրդիս վերքնալուպած ժամանակը թարն է մեր պաղթի թիմած նորեն առանցին հոգիս խրոված սիրտս է դխրության քերի է թարցած սիրուններին սիրասուն ես տուն նազաղջիկներին նազակույն ես տուն Կարմիրվար, սիրոմ ուրած Սիրուններին, սիրասուն ես տուն Նազաղջիկներին, նազակույն ես տուն Իմ յանքի ձաղնիկ ես տուն Կարմիրվար, սիրոմ ուրած Սիրելիներ լսենք ամբողջովին որովհետեւ Ձեր գարձիկը կրեք, պիտի գարտամ քիչ հետ կնամակներ եւ լսեք, տեսնեք թե առանց կապկելու ինչպես երկած է Ողոս Եդիկյանի իր անձնական ոճով։ Ախ մինչև երբ այսպես քեզանից հեռու մեղեդի փարելով սերս ուղարկեմ թափարել եմ աշխարհներ շատ բաներ դեսել քո սիրո նմանը հավատա չեմ դեսել Ջա այո Ոստանամ թե ամայման գտնեմ քեզ ախինյակ իմ բարոտ համբույրներով միանանք մենք իրար իմ բարոտ համբույրներով
աղբերի ջուր տանելու ինչու յարս գալիս է աղբերի ջուր տանելու յարս գնաց բուժուսին ուրիշ սեր ուներ սրտին յարս գնաց բուժուսին ուրիշ սեր ուներ սրտին քանի օր է մանգուկա իմ արևին վայգուդա քանի օր է մանգուկա իմ արևին վայգուդա յարս գնաց բուժուսին ուրիշ սեր ուներ սրտին յարս գնաց ուրիշին ուրիշ սեր ուներ սրտին այս տաքնաց ուրիշին ուրիշ սեր ուներ սրտին յարս գնաց ուրիշին ուրիշ սեր ուներ սրտին Եվ լսեցինք երկերու Շարամը Պոլ Բաղդասյանի երկերեն։ Դուք Բողոս Եդիկյանն ոգևորված եք Պոլ Բաղդասյանի ցայնով, նույն ժամանակ երկերով։ Լսեցինք մենք այս մեշապը գեղեցիկ երկերու Շարամը լուսահոգի Պոլ Բաղդասյանի։ Բոլորս գիտենք, թե իր ցայնը անգրկնելի է եւ Գաբրի իր ցայնը մինչև ցարտ։ Մենք չենք կրնար ասել, թե ցայնը լավ է, ցայնը լավ է մինչև աղոսինք ցարտ այդ յուրահատուկությունը, որ ինք ունի։ Որ մեկ երկը Պոլ Բաղդասյանի լսել է ետք իմացակ թե այո այս երկիչի երկերը եւ ցայնը ոգևորած է ինձի այդպես ասիկ որ մեկ երկներ կհիշեք Չէ ընդանուր Պոլին երկերը արդեն մեր դունը մամայիս կողմեն կամ բաբայիս կողմեն գնվակվեր միան գիշեմ at Հալեբի օրերուն ես որ 12-13 տարեկան էի գլսենք Պոլին կասետը իջած է լիպանան եւ ջամփանը Հալեբ կուկագոր ադորերուն ոչ YouTube կար ոչ Facebook կար եւ ես գիշեմ որ մայրս ինձի 4-5 անգամով գրգած է ոնդեր արենար գա Հալեբ որ Պոլին սիդինգը բերել այո որ հարցնեն թե կասետը հասավ կամ չի հասավ Ադանգով կասետը գպերենք դունը սկիզբեմ մինչև վեճ պետք է մդի գնես կասետը որ հագարակ դարձնես եւ մույս ճիշտ է մույս կողմը մդի գնես անանգով քրեթե բոլոր երկերը հիներնալ վեդոսորվեցա անցրևեկալիս ադ երկերը բայց տունի աշխարհնեսեն վեճ արդեն ես Պոլին սիրահարն էի Ուրեմն դու իմ աշխարհնես երկը գրնան գսել, այդ երկը ոգևորեց ցեզի, բայց նախքան դու իմ աշխարհնես երկը լսելը արդեն դուք բոլով ոգևորված եք, որովհետև ցերդամ մեջ կլսեիք կամ այդ երկը պատճառ դարձավ, որովհետեւ արցանակրեր Պոլ Բաղդասյանի երկերը։ Գհիշեմ Սոմար Ջաշարանը դու իմ աշխարհնես երկով, որ ինք եւ Ձաղիգը ներկայ էին, ես ալհոմ մանուկ Լացի, որ հետերնին երտամ, մեծերուն Կացի հոնգի շեմ ձայգը գարմիրակված, պոլը գերքի է ձայգը իրեն պատված, ադի իմ մեջս հետք մծկեց, ադի երկը ուրիշ դեղ ունի այսինքն Ուրեմն հանդիպում ունեցած եք, բայց հերվեն, այսինքն Հերվեն Արիթը եղած չէ թե մոդենա Երազս է, որ մեկ ատիմացի երկեի, բայց ապսոս Հերացավ այս աշխարհն եւ քնած անտի աշխարհ Աստված հոգին լուսավոր է Բողոս Եդիկյան ցեզի համար ինչու ծեր իդեալ երկիչը Պոլ Բաղդասյանը եւ ոչ ուրիշ երկիչ կամ երկիչներ Ընդանուր ես Հարութ Բամբուկյան շատ կսիրեմ, Ադիս շատ կսիրեմ, բայց Պոլը ավելի մոդիկ ինչու գսկամ Հալեբ զնած է, Բեյրութ ապրած է, նույն մեր թաղերում մեջ այսինքն ինչպես կսեն մեզի մոտ երկ է, մեր հասկնալի լեզվով երկ է, իր խոսակցությունը գսիրեմ Իր ճշմարտությունը, իր նույն կալած ուղին, որ դու գալկալեցիք արդեն Իր հիմակվա երկիչներուն զանազանելով իր զոհապերությունը մենք բադանի էինք, գիշեմ մեզի բադանի դարիքին Պոլին երկանտեսին գդանեին Ծրի օրեն, քանի որ ինքը ծրի երկ էր Այո, այդպես էր զոհված էր հայասկի համար Այդ բանը հիմա ես հետ չեմ դեսնել, որ մեր ասկի մեջ ոչ մեկ մանուգիմը կամ ոչ մեկ երդասարտիմը ծրի հայ երկիչիմը կամ հայ թադրոնի չեն դամիր, որ ամեն ինչ տրամով եղավ հիմա, ամեն ինչ բիզնես եղավ Դժբախտաբար այդպես է Ցավոք սրտի իրականություն մնե Պոլ Բաղդասյանի ցայնը
ոճը կամ երգերն է որ ցեզի գրաված է։ Ամեն ինչը, մեկում է սիրեսն է ինչպես կսեն իր շիդագով սխալով կսիրես։ Եվ այդպես էլ եղած էր վարակային։ Որովհետև դուք ունիք շատ գեղեցիկ հիշադակներ Պոլ Բաղդասարյանի հետ, արձանագրեցիք հետևյալ երգը։ Մի վախենա հոգյագսին գհանդիպեն սիրած մեկ նորից Մի նոր աշխարհ, մի նոր յանքում Ճանաչեմ քեզ այդ րոպեին Երբ լսեմ ձայնդ կաղցը Անուշ խոսքը համբույրներդ գրայի Վերիշեն նորից ապրենք մեր անցյալի Երանի թե գարենա ու մորանամ իմ գրսկի դագի թակում լացու իշտե գարենամ մեր սիրո պատմությունը հիշադակներ սերս երկեմ քեզ համար ախ երանի թե գարենա ու մորանամ իմ գրսկի դագի թակում ցավով իշտե Գարենամ մեր սիրո պատմություննա Հիշադակներ սերս երկեմ քեզ համար Այս ինչ գեղեցիկ ցևով երգած եք Պողոս Եդիկյան Ոճը, ցայնը, ցերսկացումը Պիտի լսենք անվայման Պիտի չի թատրին Եկեք սիրելներ վայելենք Սույն երգը Պողոս Եդիկյանի ցայնով Հիշադակներ, որ այս գիշեր Ջան, Պողոս ջան, ինչ ես անում ես Սիրո պույրով գարմիր մոմը Որ վարեցի ես քեզ համար Անդուն անդեր եմ դարձել Օրս կյանքս հապարել եմ քեզ համար Մոմի լույսով քո երազը ես կփնտրեմ Արի մոտ սիրելիս Արի համբուրեմ քո համով շուրթերը Իմ բաշտելիս ամուր քրկած քեզ իմ գրծքին սեղմելով Սեր երկելով կյանքս քեզի ղուրբան Արի մոտ սիրելիս Արի համբուրեմ քո համով շուրթերը Իմ բաշտելիս ամուր քրկած քեզ իմ գրծքին սեղմելով Սեր երկելով կյանքս քեզի ղուրբան Ոյագապ ոճով, Պողդրիկ ցայնով, իր անձնական ոճով Պողոս Եդիկյանը գերքե հիշադակներ երգը Անկուցյալ Պոլ Բաղդասարյանի Մոտ սիրելիս Արի համբուրեմ քո համով շուրթերը Իմ բաշտելիս ամուր քրկած քեզ իմ գրծքին սեղմելով Համբույրներով կյանքս քեզի ղուրբանի Երանի թե գարենա Շամ տամեն ֆինայա Պողոս Անամ իմ սրդի խորքի միջին Լացու իշտե գարենամ մեր սիրո պատմություննա Հիշադակներ սերս երկեմ քեզ համար Երբ կլսեք ինչպես երգած եք, ինչ ոճով, ինչ ցևով, ինչ ըսկացումով կքննադատեք ցեզի կամ կքնահատեք, որովհետև յուրաքանչյուրնից երբ հայտակեր ներկայացնենք կամ երգենք կամ ովը մեկ կորց մկատարենք, կուզենք դարձյալ դիտել, որովհետև նայենք եթե սխալներ կա եւ անոնք ավելի բարելավենք։ Դուք այդպես եք կքնահատեք կամ կքննադատեք ձեր ինքը, ձեր անձը։ Վստահ կքննադատես, որ ավելի լավը ներկայացնես։ Բայց երգը, այսինքն ինչպես է, դարի փորձառությամբ ավելի լավ երգես։ Առաջվա երգազներս հիմա ես չեմ հավնիլ։ Օ։ Երանի գցեմ արիթմ ունենամ, ետ ցայնակրեմ, ետ ռեկորդնեմ։ Հոս ուրեմն ողջուններ Հրայր Զաքարյան,
Մեր սիրելի Հրայր Զաքարյանը, որ բոլորին նեցուկ կգանքնի, պիտի խնդրեմ Հրայր Զաքարյան Գաբից հետը, որբեսի միասին Գաբի մեջ մնաք Բողոս Եդիկյանի հետ, որբեսի դարձյալ գուզե արձանակրել իր հին երկած երկերը, որ այսօր քննադատած է իր երկի ոչին կամ երկեցողության կամ այլ տարբեր, որ մեկ երկը գնախնդրեք գուզեք դարձյալ արձանակրել։ Նոր երբ երկեցի չգիտես եւ Թեհրանաս հեչ մեկ տեսակ ստուդիոյի փորձառություն չունեի Ակիկ Մալխասյանը ինձ շատ օգտակար դարձավ սորվեցուց ինչպես երկեմ միկրոֆոնի առջև բայց ես այդ պատրաստությունը չունեի որ հանգիստ երկել ու ցերկս ֆոտոս կտվար հիմա երբ որ մտիկ կնեմ գսեմ ասի հիմա նոր երկեմ ավելի լավ վստահ պիտի երկեմ Չգիտեսին համար գխոսինք նախ Չգիտես Քեզ համար ծովարցում տապել են իմ աչերը անթաթար ավելի գնամ խաղեր մեջը ավելի զգացումներ Արևնես կյանքիս չգա քեզ նման իմ վիրավոր սրդի բեկիս դու տեղուտ հարման քեզանից ուրիշ ինձ համար կյանքում Չկա սիրելի Ինձ ինչ ինքը ասավ չգիտես Գնամ ես այս աշխարհում դու դեռնես իմ սրտի չգիտես Քեզ համար ծովացում տապել են իմ աչերը անդադար միան քո անունը դրվել են իմ շուրթերը ախին յար քո սիրու դայրելու մաշել է Ինձ սիրտը քեզ սիրահար միան քո գարոտով բաչվել եմ սիրել եմ քեզ չգիտես Ուրեմն երբ չգիտես սավ Բողոս Եդիկյանը սույն երկի մասին է որ գսեր անձնական երգմն է վստահ թե եսիք դուք կաշխատիկ բանաստեղծ բարոն Սարգիս Քելխաչարյանի հետ ինք կրած է այս երկին բարերը Այո Լավ հիմա որ լսեցիք ինչ կփոխեք երկեն Իմ երկեցողությունս նվակը ամեն ինչ շատ լավ է, իմ երկեցողությունս կփոխվի, որ միանկանի որ 12 տարեկան եմ մինչև 30 տարեկան հեչ մեկ տեսակետով երկի չեմ մասնակցած, մեկ են ստուդիո մտա եւ ցայնս արձանագրեցի։ Ձեր փորձառութենեն սորված եք եւ գուզեք ավելի լավ ներկայացնել։ Ատեմ մայստրո Խաչիկ Մալխասյանը ասա որ նայր Ասերքը պիտի երկես, բայց մեկ տարի վեճ մի չի ավնես, քանի որ ստուդիոն քեզի համար դրոց վիդելա։ Մայստրո Խաչիկ Մալխասյանը միշտ այդպես է, նամանավանդ ինք հոյակապ ցևով կպատրաստե բոլորին երկերը ողջուններս եւ շատ ուրախ էի ուրփադորը իրենդե եւ դիգնոջը տեսնելով լավ ժամանակ անցուցինք միասին բոլորս։ Պիտի վերաթարնանք ոճի կամ երկեցողության ոճի մասին։ Բողոս Եդիկյան ցեր նախնդրած երկեցողության ոճը որ մեկն է եւ ինչու։ Անտարտ սիրային հայերեն երկեր։ Ինչու։ Հիմա գսեն երկը գկինովցնեմ եւումը։ Ահա։ Մեր սիրային երկերը մանավանդ Ադիսը որ հայերեն երկը սորվեցուցած է մեզի Փոլը Հարութը մեզի բարային երկերը որ սորվեցուցած է Գնախնդրեմ ավելի հանդարտ երկեր որ երկես մարդիկ եւ մդիկ կնեն բարերը իրական գասխնան եւ որ երկը պատմություն ունենա Այո Եվ երթուն այդ պատմությունը գիտես հիմա ես փորձեմ փոլին ամեն մեկ երկին պատմությունը գիտնալ աданք մդի գնել երկել չեմ կարող երկը կամ Մնացած երկերը, հիշադակներ երկը, որ գրած է իր առաջին դիգնոջը։ Այո։ Ավելի ինչու հիշադակները սկայուն երկեմ, քանի որ պատմությունը գլսած եմ եւ ադսկացումով ես ագեփորձեմ իդ ներկայացնել։ Եվ ցուգալ ունիկ ցավալի հիշադակը, երբ հալեբեն դեպոխվեցակ Լիբանան, ծեր սրդի գդորը մնացոն եւ այդ հիշադակներով հավանաբար ավելի ծեր սկացումը բարձր ցևով գմնա ծեր սրդի մեջ եւ կարծեմ թե այդպեսով ավելի լավ գերկեք, ճիշտ է։ Ճիշտ է, հիմա այսօր երբ որ բարի մեջ կսեք որ մի վախենար հոգյագսին գանտիբենք մենք զիրար մենք նորից
մի նոր աշխարհ ասիգա բապուտուն ես գիտեմ ասելով ասիեր ինձ համար աղոթքի պես կուկա Շատ լավ ադոր համար ավելի լավ սկայուն ծևով գերքեմ պոլին երկերը սիրային հայերեն երկերը Ուրեմն Կամ գարոդի հարցը, որ ես գարոդի հարց ունեի, ահա ես եմ ու միայնակ նամակ գրեմ իմիարին, նամակիս մեջ հայտնեմ նրան գարոդի իմ սրդին։ Գնախնդրեք Բողոսեդիկյան իրական կյանքի թեփքերը, որ բադահած է ծեր կյանքի մեջ խոսիմ անշուշտ, այդ թեփքերը, որ բադահած է երկեք, այսինքն այդ դողերը, այդ որ գշարատրվի այդ դողերը երկի վերածել երկել ավելի Սկացումով գերքեք կամ վնաս չունի եթե ուրիշ երկիչի պատմություններն ալ գիտնակ սկացումը կմնա նույնը Չէ, պատմությունը որ երկիտնամ իմ պատմությունը սլա ավելի սկացումով, բայց որ ուրիշ երկիչի նորեն պատմությունը գիտնամ եւ սկացվին, ավելի հաճո ծևով կգնամ ներկայացնել Հիմա վստահ եմ շատեր պիտի ասեն շատ լավ իր ոճն է հանդարտը սիրայինը Լավ, եթե ոյվ եմ եք խրախճանքի ներկապիտելակ և հայասկը կեվը սիրող է, կև պիտի ենեն և պիտի բարեն, միան սիրայինը չի պավեր, գնախնդրեք միան սիրայինը գամ նույն ժամանակալ երկել, ջող, բարային երկեր, որբեսի խանթավարվի ժողովուրդը այդ ուր որդուք պիտի երկեք։ Երկեմ ջող երկեմ, այո, բայց իմաստալի երկեր, իմա շատ հարցեր ունիմ ես Եվ որ արապական ոճով երկեր երկեն և անիմաստ է, ադոնք գգարձեմ, որ ես շատ լավ չեմ գրնար երկել։ Ջննոմըտո, անանք բաներ ես… Երկողը չեք։ Եվ որ ժողովուրդը գարաչարգ է, անշուշ որ բիդ երկես, բայց ինձի համար ունինք, սիրելիս վերատարցիր ունինք, Ամեն տեսակ ջող երկեր ունինք հայերեն, Հարոտ Պամբուկչյանին հիմա երկրորդ միդլիմը կպատրաստենք, որ Հարոտ Պամբուկչյանին ջող երկեր են։ Շատ ջող երկեր ունինք, ինչու մենք պիտի երկենք, sorry, բայց քյուրդերեն սկսանք երկել այսօր փեմերուն վրա։ Միան ժողովուրդը ջողանա ասելով։ Իմ ժամանակս ասպանը չի գար, մենք որ ամեն դարի գաղանդ կդոնեինք դպրոցական ամեն դարիքներում միջև 18 դարեկան գաղանդ կդոնեինք, որ գերտայինք մեր բարոնները կամ ուսուցիչները կամ պատասխանատուները լավումպի միշտ մեզի պանգնեին հայերեն երկեր։ Հիմա եւ որ ներկա գտնվիս այդներով կտեսնես կացինք սիրյանի, կացինք քյուրդերեն, կացինք Շատ հետաքրքրեց ինձ այս նախատասությունը եւ այս նյութը Լավ, գսեն թե ժողովուրդը ինչ կփափակի, երկիչը պետք է անպայման իրենց փափակը գադարի, այդպես է։ Արդյոք հայ երկիչներում մասին կխոսենք, թե քրդերեն գերքեն փեմի վրա։ Այո։ Մեր հայ երկիչները։ Քրդերեն մյուզիկները, որ արաբերենի թարգմանվել է, եղել է, տրվել է, ադում։ Շվախտապար։ Իսկ ժողովուրդը եթե ուզե, ինչպես երկիչը պիտի կրնա մերժել, գսեն արաբերեն ժմհուրը այս կդա, չէ, ժողովուրդը այդպես կուզե, կամ ներկաները այդպես կուզեն։ Լավ, ինչպես հոս պիտի կրնա երկիչը մերժել իրենց։ Հիմա մենք արդեն օդարության մեջ կաբրինք կոր։ Այո։ Մենք հայերենը միան դունի մեջ կխոսենք կոր։ Ամեն ինչ երնից Եվրոպա աբրողը իրեն լեզուով, Կանադա, Ամերիկա։ Այո։ Եթե արիթմը բիդալլա և արիթներում մենք մեր հայերեն երկերը բիչի երկենքն է, իմ աստմը չունի։ Իմ գարձիկովս միան պետք է հայերեն, գրլա արապերեն, արապ քաղաքները եկած ենք, արապերեն իմաստալի երկեր։ Այո։ Ես անիմաստ երկեր չեմ գրնար երկել, և որ ժողովուրդ ուզե ադորը ներգա կտնվող դիջեյմը պետք է լա ад երկերը տնե։ Շատ լավ։ Այսպես կտասավորեք, որովհետև ինչպես որ իմացած ես մե Բողոսեդիկյան, թե ծեր սկացումով պիտի երկեք, դուք չեք կրնար աջնը նոտն սիկ կամ այլ տարբեր երկեր, որ հարմար չեք տեսներ, ուրեմն գրնա DJ-ից այն հաղորդավարը ինքը իր կովեն երկերս նվակ է, և դուք միան ծեր համուզումին համեմատ ներգայացնեք այդ երկերը, որ մագարթագով են, լավ ոճով են և ծեր սենք պնավորության կամ ծեր ոճին կամ ծեր ծայնին գվայել է։ Այո, քանի որ
ինչա բալգրնա ամեն դեսակ ամեն քույն երկել, բայց վերջավորության իր դեսակը երբ որ բահե, ավելի հաջողություն կգտնե։ Դժբախտաբար այսօր նորույթ մտածած է եւ այդ նորույթը գշարունակվի ինչպես որոսիկ պետք է ավելի նկատի առնեն թե հայկական երաժշտություն միան այլ ոչ տարբեր ասենք քրդերենը կամ այլ տարբեր երաժշտություններ որ ամենչապես երաժշտություն լավ օտար երաժշտություն է սիրով կհարկենք բայց գիտնան ինչ օտար երաժշտություն որքան հարկված երաժշտություն մնա այսօր չէ Այո Ես պիտի կարդամ կարգ նամակներ, որովհետև արդեն փարգանալու սկսած է Նելլի Ավետիքյանը եւ գսե անպայման նամակներ գա պետք է կարդաս մեծ սիրով սկսենք ուրեմն նամակները կարգով չէ պիտի կարդամ ներողամիտ եղեք հարկելիներ միսեք թե ինչու իմս առաջ է կամ իր առաջ է այնինչ որ գրգված է անոնք պիտի կարդամ նամակ մգա արդեն դուք պիտի իմանաք անց ով է Welcome to our radio stars my best friend Բողոս Եդիկյան Ով գսե my best friend? Որո ածականն է? Pierre Arabian, այո Բարի եկած եք Սևոս Եդիկյանը Radio Stars դեններ Ալինա Մանջիկյանը սիրելի քույրստակույս Ստեյսի շնորհակալ եմ քնահատանքիդ համար ես միշտ պատրաստ եմ քաչալերելու իմ շատ սիրելի քրոջը Ստեյսին բացկտ կդար եւ շատ սիրելի եղբայրը Սևոս Եդիկյան գուզեմ հիշեցնել քեզի լոխի ցերնարգը երկու անգամ անջար ռազմիկ ճաշարանի մեջ երկեցիր խաչիկնալ ցայնի հաղորդավարներ ճիշտ է ո՞ս Այո, մորցած եմ ես, մորցած եմ շիրագի Շնորհակալություն Ալինային շեցնելու համար Քևեն Խաչատուրյանը Բողոսին բոլոր խոսածներուն համար բրավո Բողոս կսե այսպես ապա ունինք շատ գեղեցիկ երգ գսեն Նուշիկ Բոհջալյանը ոգևորված երգ է իր անձնական կյանքեն բրավո Փարի Եգրեգո Փարի եկածե Բողոսի Եդիկյանը շնորհակալ ենք Ստեյսի հյուրընկալելու համար Հավանաբար որբեսի է բարը որեսի կրված է որբեսի լավ ծանոթանանք Բողոս Եդիկյանին խնդրեմ Մեծ սիրով ինչու չէ ցայնը տանսվար շատ քեղեցիկ ոճով երկած է մեր հալեբահայ երկիչը գսեմ Անուշակ Քարանյանը որ միացած է Բելգիկայի ապա Բողոս Եթե կարելի է փոլի երկերից մի քեղեցիկ երկ մկատարես եւ լսենք կենտանի հնչողությամբ կսե հիմա մեր հարկելի փանաստեղծի Հասմիկ Գրիգորյան ինքը որ Փոլ Բաղդասյանի երկերու սիրահարն է կսե եթե կարելի է փոլի երկերից մի քեղեցիկ երկ կատարեք լսենք գուզեք երկը ամենչապես հիմա երկել Մտածեցեք, ես մինչ այդ կշարունակեմ նամակները, ապա ունինք բրավո Բողոս, շատ լավ ցևով երկածես, սիրելի Բողոս բարի եկածես ցայնդ անսպար, վարձկերնիդ կատար, ինչպես նաև բոլորին շնորհակալություն, Պատրմի այդ մեկը չհասկացա Սիլվա Կիլաղբյան բարը Հավանաբար բարի եկերես Բողոս Եդիկյան քեզի հաջողություն կմաղթեմ Կոկո Աջիկյանը միացած է կանադային գսե Փոլին աստված հոգին լուսավորե ինչպես նաև վարձկգադար Բողոս Եդիկյանին շատ լավ երկած է իր անձնական ոճով Անահիտ Հովագիմյանը որ միացած է Ֆրանսիային շնորհակալություն սիրելի Ստեյսի որ այսօր եւս մեզի կծանոթացնես հալեբահայ եւ լիբանանահայ ցայնավոր երկիչին շատ հետաքրքրական հարցումները որ գուղես մեր նոր երկիչ Բողոս Եդիկյանին եւ իր դված անգերց պատասխաններեն շնորհակալություն քեզ հարկելի Բողոս Եդիկյան չէ եւ դարձյալ գա շնորհակալական խոսքեր եւ Գսեն թե դարձյալ եթե կրնա Բողոսը Փոլ Բաղդասյանի երկերեն որ մեկը գնա խնդրե եւ եթե գերքե որ մեկը գերքե կխնդրեն արդյոք կուզեք երկել Վստահ լսենք Ասում են սերնավարդի պես քարնանքալու հետ բիձագին օրից Միջարանեմ ախ գտնեմ վարդիս Թուրմունքով սերնաբրին Ասում են սերնավարդի պես
Karnankալու հետ բիծագի նորից Միջարանեմ աղ գտնեմ վարդիս Փուրմունքով սերնաբրի Բայց ափսոս որ դու հերու ես Քեզ մոտենալ շատ դժվար է Թողիր որ սերս իմ մարի իմ անուշյար դու քնալ թե արի գարոդել եմ քեզ Ախոր քնամ ես առանց քեզ Ախ ոնց ապրեմ ես առանց քեզ Առանց քեզ Ախոր քնամ ես առանց քեզ Ախ ոնց ապրեմ ես առանց քեզ Առանց քեզ Առանց քեզ Հոս իսկապես փաստեցիք թե դուք ձեր անձնական ոճը ունիք, երկեցիք ձեր անձնական ոճով եւ այնինչ որ ձեր թեմքի արտահայտությունը ձեր աչքերը փակած բոլոր սկացումով է որ գաբրեիք եւ բոլոր սկացումով է որ գերքեիք ուրեմն գաբրեիք երկը շնորհակալություն Բողոս Ետիկյան Կտրեմ Որովհետև մենք քիչ առաջ խոսեցանք ներողություն անձնական երկի մասին, դուք այսօր գերքեք 8 տարիներ շարունակ եւ արդեն պրոֆեսիոնալ ցևով երկելու սկսած եք, բայց միայն անձնական 5 երկեր է որ ունիք, 5 անձնական երկեր։ Ինչու ավելի շատ երկեր չեք արձանագրած, ինչ է պատճառը, ինչու թիվը 8 տարվա մեջ միայն 5 է եւ ոչ ավելի թիվով։ Ժողովուրդը ավելի ինձ մե փոլին երկերը գխնդրե երկեմ Եվ որ նոր երկն ես ժողովուրդը լսողություն աչապ չի կրավերիր են նոր երկը մդի գնելու քանի վարժված է այդ փոլին երկելը թուն փոլ երկե գսեն որ ինձի ես ավելի կաչալերվիմ որ փոլ երկելու արաբերեն երկեցի մի քանի հատ նորեն լավ կոմենտներ արի արաբերեն երկելու Բայց Կանադայի մեջ քիչ մը դժվար է, Լիբանանի մեջ ամենը ցայնակրեցի ես 5 երկերը, 6 երկերը։ Այո։ Բայց իդ դարձյալ գմդացեմ որ նոր երկեր պատրաստելու։ Այսինքն Այո, հրամեցեք։ Ավելի ժողովրդին ներկայացնելու համար պետք է երիզոմը վիդեոյով ներկայացնես։ Ես ալատ բաները չեմ սիրել։ Բայց այսօր թարը այդպես է, այսինքն ժողովուրդը այդպես կբահանջի, ահա վասիկ այսօր օրինակը, ես գրնամ միան ռադիո ստարզեն, այսինքն ունենալ իմ ռադիո ժամս, բայց ժողովուրդը այսօր գուզեն թիմատետրեն, գուզեն Facebook-են հետևիլ, թիդել, արտահայտությունը տեսնել, կամ մեր ժոբիտը տեսնել, մեր ուրախությունը բաժնենք, այդպես եղած է, նույն ժամանակալ երկի մասին խոսենք, այսօր տեսահոլովակը շատ բահանջված է, գիտեմ թե ծախսի կարոտ է, պետք է հովանավորներ ունենաք, վայրը որոշեք կամ երկը լավ ցևով նկարահանվի, բայց այսօր թարը այդպես է, այսինքն Բողոս Ետիկյան անպայման գուզեն տեսահոլովակը։ Դու ինչու թեմեք, եթե այդպես ավելի հաջողակ է։ Պետք է ես տեսահոլովակի մեջ միան երկեմ եւ մնացած ծերերը ուրիշ մարդիկ կդարեն։ Այսինքն չեմ սիրել Վիդեոյի թիմած աղջիկի հետ կամ ուրիշ մեկում հետ ներկայանալ։ Հերասանության բաժինը դուք չեք նախընտրել, այլ երկելը միան։ Այո։ Կհասկանանք այս մեկը տարբեր ամեն մեկը կունենա տարբեր ճաշակ։ 5 երկերը որոսինք անձնական կարող եք յուրաքանչյուր երկի խորակերը մեզի փոխանցել հաճիկ։ Գիտես Տեհրանաս կոմիայն Հավիդյանը որ միան ռադիո ստարզեմ
ունգընտրենք։ Քիչ հետ կբացառաբար ունենք նոր երգ եւ միայն առաջին անգամ Radio Stars-ն։ Եվ վերջին երկս, որ YouTube հրաբարագեցի, վերջին սրդի խոսքս։ Բարերը ես եւ Սարգիս Կելխաչարյանը միասին գրած ենք։ Բաժանումի վերջին սրդի խոսքս է Ադիգայի։ Վերջին սրդի խոսքս, որու համար էր եւ ինչ էր վերջին սրդի խոսքը։ Եթե կարող եք անշուշտ պատմել, եթե ոչ, կհարկեմ ձեր պատասխանը ինչ որ ալլա։ Բարերը քիչ ես հովես էր, այսինքն Որու համար էր վերջին սրդի խոսքը։ Սիրած աղջիկս է, որ բաժնվեցանք։ Ահա։ Ուզեցի երգ մկրել, այդ երգն ալ փոլեմ ոգևորված, փոլին երգել չեմ կարող երգեմ։ Ըսի ես ալ պետք է ուրեմն երգ մը պատրաստեմ։ Բայց Վերջին կնա գանքում չանտիբես շարի, կնա նորից յետել մինայի։ Անանք։ վերջին սրդի խոսքս, այս երեք բարերը վստահեմ թե երկը չեմ խոսիր, երկին բարերը չեմ խոսիր։ Վստահեմ թե վերջին սրդի խոսքն ունեիք, գիտեք որու։ Այո։ Տեսնենք նկարը։ Չէ, Ինչ նկար կտեսնենք։ օրս նգարը։ Վերջին սրդի խոսք ունեիք իրեն։ Օրս երգը դարբեր էր։ Բայց այո, պիտի քիչ հետ կլսցնեմ, որովհետեւ ժողովուրդը լավ իմանա։ Հոս կտեսնենք ձեր հորը նկարը, շատ գեղեցիկ նկար է, շատ իմաստալից նկար է հայր ու տղա, բայց վերջին սրդի խոսքը ունեիք եւ չի հասակ։ Հրամեցեք ըսեք նկարին նայելով։ Ես կհավատամ, որ բոլոր ադամ որոնք երանանաս աշխարհի մեզի գտեսին եւ գլսեն։ Ադոր համար երբ մը պատրաստեցին օրինակ այ 6-րդ կամ 7-րդ նչեն թիվերը չեմ գիտեմ։ Շատ վաղուց սերացար մեզանից, շատ վաղուց սերացար աշխարհից։ Դու մի մեծ բաց տվեցիր մեր սրտում։ Այսօր եղած են 3 տարիներ հեռացած է։ Այ։ Իմ հայրս ալ 4 տարիներ։ Մենք ունենք հրեշտակներ։ Եվ ծանոթացած են իրենք վերը մեր աստծով եւ գխոսին հբարդորեն մեր մասին։ Գներեք եթե աստվեցակ, բայց այսպես նկարներ, սիրելիներ նայեցեք, ինչ իմաստալից է հայր ու տղա երկուքը գժուպտին։ Եվ կտեսնենք ձեր հորը նկարը առանցին, ինչպես նաև Բողոս Ետիկյանի եւ իր հոր նկարը իմաստալից է, գներեք եթե հուզվեցակ, բայց կուզեի անպայման այս նկարը ցույց տալ, որբեսի իր վերջին սրդի խոսքը անպայման արդահայտեր, բայց ինք ուրիշ ձևով երգեց։ Շատ վաղուց դու հեռացար մեզանից, շատ վաղուց հեռացար աշխարհից, դու մի մեծ հաց թողեցիր քո ելին, այնքան մեծ չի լցվիր ոչ մի գեր, իմ հերոս, իմ փարոս, իմ հայրիկ, Հիմա Բողոսին ցանը բիլացն է ինձ։ իմ սուրբ հայրիկ, քո դեղը լինի երկինք, հոգիտ քո մի դերը ինք, մեզ հետ չես, բայց դու միշտ էլ ներկա ես, տեսնում ես, ու գիտեմից լսում ես, նույնը չի, ոչ մի բան էլ իմ կյանքում, նույնը չի, հայրը չի կրկնվում,
Պագեցիր քո աչքերը հավիտյան Թողեցիր քաղցը հուշեր միայն Իմ հերոս, իմ փարոս, իմ հայրիկ Իմ սուրբ հայրիկ քո դեղը լինի երգիկ ու հոգի ողորմի դերը ինք մեզ հետ չես բայց դու միշտ էլ ներկա ես Տեսնում ես ու գիտեմ ինձ լսում ես Հրաշալի բարերով գերքե իր հոր, որ արդեն ներկա է, այս բահին իր մոտն է, իմ հայրս իմ գողքիս է։ Եվ ահա վասիկ հոս կտեսնեք նկարը հորս, անբաժանելի, միշտ միասին, շպիտով հիշենք ողոս իրենց և ոչ լալով կտխրին իրենք։ Իմ սուրբ հայրիկ, քո դեղը լինի երգին ու հոգի ողորմի դերը ինք մեզ հետ չես բայց դու միշտ էլ ներկա ես տեսնում ես ու գիտեմ ինձ լսում ես Նախ կներեք, եթե նկարը անագնգալ էր, արդեն միտքը այդ է, թե անագնգալներ ունիմ ես իմ հաղորդաշարի ընթացքին և պատրաստած էիք այս քեղեցիկ երգը Սուրբ Հայրիկ խորակրով։ Ինչ զգացում ունեցաք, որովհետև խոսեցանք Պոլ Բաղդասարյանի երգերու մասին, ձեր անձնական երգերու մասին, այլ տարբեր երգեր, որ ցայնակրեցիք, բայց սույն երգը ինչ զգացում ցկած էր ձեր մեջ, որովհետեւ այսքան տարբեր զգացումով երգեցիք։ Բաժանումը գիտես դժվար է արդեն։ Շատ լավ գիտեմ եւ կսկամ ցերեդը։ Քանի ես արտասանություն չեմ գտնարսել, իմ ցիրկս երգել էր։ Ուզեցի երգ պատրաստել հորս։ Ողջ մնա Սարգիս Կերխաչարյանը միշտ ինձ օգնած է։ Գարմը պաժիններին կգրեց, գարմը պաժինների ես գրեցի։ Ասանգով շատ դժվարություն ունեցած երգը ցայնակրելու եվրոպական ստուդիոներում մեջ կացի ցայնս ավելի բեյսի մոտ արձանագրեցին, խաչի գճի ամնեցա, ուրիշ տեղ կացի, միջև Մոնտրեալ ճամփորդեցի, որ գնամ աս երգը ցայնակրել։ Աս քաղաքներուն աս դժվարություն ունիմ, Լիբանանն լայի միջև հիմա 100 երկմը արձանագրել էինք։ Վստահ այդ մեկը։ Իսկ ձեր վերջին սրդի խոսքը ինչ եղա ձեր հորը։ Նախքան աչքերը փակել եւ անթի աշխարհ երթալը։ Վերենալ իմ գողքիս կեցիրսի։ Վերենալ գողքիով դինզի ինչպես միշտ օգտակար գտարներ ադան օգտակար դարձիր։ Բողոս եդիկյան թերսելիքներ ունեիք ձեր հորը։ Եվ պատրաստված ենք արդեն հիվանդանոցի մեջ վերջին 3 ամիսը։ Գիտես ոստերի բժիշկներ ամեն ինչ երեսիդ կսեն։ Եվ ես լմանոց շրջանին ամեն ինչ մորցամյան կողմ մնացի։ Հերացակ բոլորովին, որովհետև պետք էր նամանավանդ այսօր հայրը, որ ովևէ մեկ զավակի ցանկի ուրախությունն է։ Ես կսեմ հայրը զավակին ուժն է, զավակին ուրախությունն է։ Գնմանի ասի դուն առանց սյունի կփլի դժվար է։ Հորմը գորուստեն յետ ուրախությունը հետ գերտա, բայց երբ հայր Սուրբին հետ կխոսեի, որ արդեն հյուրընկալած է իրեն ասկե ամիսը առաջ, հայր զադիկը ինձ եսավ թե փնավ մի մտածեր լալով կամ նեղվելով հորդ մասին խոսիս, որովհետև իր հոգին կտխրի, այդպես որ եկեք ես եւ դուք միասին շփտանք
Ձեր հորը հիշենք, իմ հորս հիշենք, ժպիտով որպես իրենգան ուրախալան։ Այսօր ինքը բարդ է բարոն Եդիկյանը ցեզի դեսելով նա մանավանդ հայ աստղեր հաղորդաշարի հյուրն եք։ 2:55 նույն ցավը, 2:55 նույն գորուստը, բայց ցանկը գշարունակի եւ մենք քրիստոնյաներ ենք։ Այսօր պետք է ընդունենք մահը, որը դե մահը իրավունք է։ Այսօր մենք կանք, վաղը չի գանք։ Մյուսօրը մեր սիրելին չի գա կամ այլ այսպես։ Բոլորս աշխարհ եկածենք, որովհետեւ անտի աշխարհ ետ մեկնենք։ Պիտի համոզվենք դժվար է։ Ես ինձ համոզողում ուզեմ, բայց կփորձեմ ցեզի համոզել։ Այդպես պետք է շարունակենք։ Եվ հիմա պիտի տեսնեմ Սերժը, որովհետեւ ինքը ուրախանա։ Ահա Վասիկ, եղավ, հիմա եղավ։ Շարունակենք հասնենք 2018 թվականը։ Իսկապես դժվար դարի մներ ցեզի համար, որովհետև դեղափոխվեցաք Կանադա, ուր հաստատվեցաք եւ մինչեւ այսօր գաբրիկ Կանադա։ Որ մեկ պատճառները ստիպեց Պողոս Եդիկյանին, որբեսի երկարվեստեն հերանա եւ Կանադա դեղափոխվի։ Դեղափոխությունը դժվար է այսօր թյուրին չէ։ Պիտի մորցվի ամեն բան, երկը, երկարվեստ ամեն գործ պետք է յեդին մնա։ Որ մեկ պատճառներով ստիպեցաք Կանադա դեղափոխվել, դարձել պատերազմ էր կամ այլ տարբեր։ Մենք արդեն Հալեբեն եւ որ Լիբանան փոխադրվեցանք, արժամյա չէինք գիտեր թե եթե Հալեբ դառնանք, բայց այդ շրջանին Կանադայի թուրեր բացվեցավ մեզի սուրիացիներուն, մանավանդ հայ գետրոնի ջամփով հայերուն ավելի։ Այո, ճիշտ է։ Որ որոշեցինք, որ Կանադա փոխադրվենք։ Բայց շատ դժվարություններ ունեցանք, այսինքն երկեն հերու մնալուց պատճառը նոր քաղաք, ցանկի դժվարություն, փորձառություն, նման ուրիշ օրենքներ, Վերսկսիլ միջև դեր մահասնիս, արդեն ատկևերջ ունեցա անկստությունը սարինց յետը բայեց։ Վերջին 5-6 ամիս յետ որոշեցի, որ յետ պիտի շարունակեմ երգել։ Ինչն էր ցեզի ստիպել է, պատճառ մագա, ստիպեց թե Պողոս Եդիկյան պետք է վերադառնաք երգելու։ Եվ պատրաստած եք նոր երգը, որ բացառապես քիչ հետք պիտի լսենք Radio Stars-ն։ 4 ամիս առաջ եղբորս դրան գործունեություն նորեն 35 տարեկան նորեն շատ սկացվեց այսինքն իր բաժանումին։ Այո, շատ երիտասարդ տարիքի։ Այո, պատկե վերջս ես ինձ որ կյանքը բարավ է, պետք է ես հետ շարունակեմ երգելս, ինչ որ երգեմ ինձ համար շահ է, իմ դրամատությունս միան երգով կփոխվի գոր։ Այո։ Արձանագրեցի արաբերեն երգը։ Որ մեկներ, ուպտիր։ Այո։ Շատ գեղեցիկ է Զիադ Բուրժուի երգերեն մեկը, այդքան գեղեցիկ երգերեք, ամենչապես հիմա չունիմ, բայց պիտի փորձեմ այդ երգը, հավանաբար հարաճիգա երկուշաբթի կլսենք, արդեն երգը պատրաստ է, երգերուսանքն էլ պատրաստ է, եթե հասնիմ անշուշտ, մեր հարցազրույցը ավարտել է, եթե անպայման կփորձեմ այդ երգը կոնե սփռել, որպեսզի ժողովուրդն ալ քաղաքարարն է, թե դուք ոչ թե միան հայերեն, այլ արաբերեն լեզվով ալ երգացեք եւ ցայնակրացեք։ Ուր ցայնակրեցիք երգը։ Հոս ուրեմն զանոթացած Շանթ Սլեյման անունով դղայի հետ, թե keyboard կնվագե, թե գիտար կնվագե, թե այլ ստուդիո ունի։ Նորեն օգտակար դարձավ ինձ նորեն երգերս պատրաստելու։ Պոլին լսած երգս ալ ինքը պատրաստած է։ Ահա։ Այո։ Բայց ինչու արաբերեն լեզվով որոշեցիք վերադառնալ եւ ցայնակրել Զիադ Բուրժուի ուպտիր երգը, որ շատ գեղեցիկ երգ է։ Ուրեմն նշանված եմ, նշանածս արաբախոս է, քրիստոնյա։ Ադանգով արաբերեն եղավ։ Ես միշտ ուրիշտենու խրատ գուդայ, որ հայ աղջիկ։ Բայց սիրտի հետ գդրոփե հայ արաբը ամերիկացին կանադացին չի գիտեր։ Այդպես է։ Այ։ Դե նեղորիդ ով կողոց գնա այդպես է։ Ճիշտ է, այդպես կլավ միշտ ինքը
վստահ նախընտրությունը հայ ընտանիք կազմելն է, հայ ամուսնություն գնքելն է, բայց երբ հո շատ արագ կդրոփե Բողոս, ոչ մեկ բան կրնանք մենք փոխել։ Գահսկնա հայերեն ինքը։ Քիչ կսորվի որ։ Պիտի սորվի, որպես այս հարցազրույցը ետքի ինքը տիդե ամբողջովին հասկնա։ لكن هون بدي استخدم الفرصة أقول تحية لخطيبته لبغوث ديكيان إذا عم بتتابعينا أو إذا رح ترجعي تحضرينا بدك تتعلمي أرمني ما في مهرب لأنه بدنا نخليكي تفهمي شو حكينا اليوم من أول البرنامج للآخر ما تقولي بكيتي لحبيب قلبي أنا ما بكيته هو تأثر. ايش بسمنا معك من الإيران إيرانوني نشفاسي؟ أنيتا مرحبا واهلا وسهلا فيكي الف مبروك خطوبتكم عقبال الفرحه الكبيره ان شاء الله ها ايس باشينا اني تاينها مارير ուրեմն երբ վերաթարնալու որոշումը արիք բացակայելի եք դժվարության արժև գտնվեցա գիտեք երբ կթատրի անցմը այդ ցայնի մկանները գծուլանա ինք գծուլանա որքանալ սիրե երկարվեստը եւ երաժշտությունը դուք ո՞յ մեկ դժվարության արժև գտնվեցաք վերաթարնալու որոշումը առնել եք Այո, քիչ մցայնս աստած էր այդ երկար ժամանակ չերկելս, բայց գավադան որ մի քանի ամիս երկելով իդ նույնը գտարն այսինքն։ Այսինքն դուք ծեր ցայնը մարզելով ավելի գլա բարելավի։ Այո։ Մենք խոսեցանք նոր երկի մասին, մենք խոսեցանք երկերու մասին, խոսեցանք ծեր հորը մասին Աստված օքին լուսավորե մանկության հիշադակներում, վայրերում, Լիբանան, Հալեբ, Կանադա, ամենտեղ շրջակայություններ ունեցանք միասին, բդդեցանք։ Ես եւ հյուրս Հալեբ էինք, ապա բդդեցանք Լիբանանի բողոդաները, ապա վերադարձանք Կանադա եւ բդդեցանք Կանադա։ Բայց այժմ ժամը հասած է Արագ հարցեր եւ պատասխաններ Ուրեմն լսեցինք թե ցայնը գսե արագ հարցեր ու պատասխաններ Ես պիտի դամ ցեզի շատ կարևոր հարցեր դուք անպայման մեկ պատասխան է որ պիտի զատեք այսինքն բարը կամ երկը հանդարտը կամ ջոխը այդպես այսինքն առանց բացադրության ապա ծեր պատասխաններեն մին որքան որ ինձ գրավե հարցումի գվերացեմ եւ ինչու եկերտանք պատրաստ եք Այո Երկելու հաջողության պատճառը լավ ցայն ունենալն է կամ լավ դեսահոլովակ նկարահանելն է Լավ ցայն ունենալն Անձնական երկեր ցայնակրել կամ հայտնի երկիչներու երկեր ցայնակրել, ինչպես Պոլ Բատալյան։ Հայտնի երկիչներու ցայն երկեր։ Հալեբի մեջ ծեր ունեցած օրերը հաճելի են կամ Կանադայի մեջ։ Հալեբի մեջ։ Խրախճանքներու երկելը կամ համերգներու ժամանակ երկելը ցեզի համար ավելի հաճող գտվի։ Համերգ։ Բոլորովի միան հայերեն լեզվով երկել կամ հայերենի գողքին այլ դարբեր լեզուներով երկել ներառյալ արաբերենը։ Ներառյալ արաբերենը։ Ուրեմն մի քանի լեզուներով։ Երկարվեստը ալ ավելի տրագան կամ փասասական կողմեր ունի։ Պոզիտիվ կամ նեգատիվ ֆորմեկն է։ Պոզիտիվ։ Հոս Շատ քրավեց ինձի երբ պատասխանեցիք հայտնի երկիչներու երկեր ցայնակրել։ Ինչու։ Ինչ պատճառ կա ծեր անձնական երկերը ճունենալ եւ ծեր անձնական երկերով ավելի հաջելի թվի ժողովրդին, հայասքին կամ դուք մեծ թիվով երկեր ունենաք եւ ինչու՞ չէ ալբոմը հրադարագեք կամ հրաբարագեք ավելի ճիշտը եւ ունենաք համերգ կամ մենահամերգ կամ որ ծեր նախընտրածն է համերգը ինչպես որ գիտեմ Ինչու հայտնի երկիչներու երկեր ցայնակրել ընդրեցիք եւ ոչ անձնականը։ Քանի որ հայտնի երկիչներու իմպորտը տենես որ երկմա գիչեցնեմ YouTube կամ Facebook հայտնի երկիչի մը երկը ավելի մարդոց ծանոթ է ավելի մտիկ կնեն ավելի բախտալություն գտնեն թե Պոլի ինչպես երկած է կամ ես ինչպես երկած եմ ավելի մտիկ կնեն ավելի գջանցվի որքան թե նոր երկիմը շատ կարևորություն չեն դարձել որ դեսահովալակ չունին։
Ճիշտ է, այդպես դարձած է, այսօր վիդեոկլիպը շատ նորույթ դարձած է, ինչպես որ քիչ առաջ արդեն խոսեցանք։ Վիդեոկլիպի մեջ լուքս ինքնաշարժ պետք է լավ Զախսալի պետք է վիլլայիմը, երկու հարկանի դունիմը, արջևը լողավազանով պետք է նգարվի։ Երկիշը պետք է $5,000 կոդի տնը։ Անպայման։ Գիտեք, ես նշмарած եմ Բողոս Եդիկյան, թե այդ երկիշները, որ այդքան ծեր հիշածներուն կարևորությունը կտան, հավանաբար իրենք այդ քրավչության հիվանդություն գսեն այս մեկին հիվանդություն ունին Այսինքն գուզեմ մի անկրավել իրենց մատանիով, օղերով, կամ եթե երկչուհի է շբարվելով, ըսկեստով, ինքնաշարժով, երկհարգանի այսպես դունովը, կարծեմ թե այդ մեկը իրենց ցայնը ծածկելու համար է, որովհետև չեն ուզեր իրենց դգար ցայնը հայտնի ըլլա, ուրեմն պետք է իրենք շատ քեղեցիկ տեսահոլովակը պատրաստեն եւ բոլորի ժողովուրդը attention-ը, կարեւորությունը այդ կետին երթա։ Ինչ կսեք։ Ճիշտ է, այո։ Երկուքնալ, ցայնն կարևոր է։ Վիդեոն կարևոր է։ Բայց եթե ցայն չունի այսօր, որովհետև երկիչները շատ ցած են, այսօր շատ երկիչ կա, բայց լավ երկողը չի գա։ Ինքը երկիչի որ մդիկ բիդենես, թեմի վրա մդիկ բիդենես, ոչ ստուդիո, ոչ վիդեոկլիպ, ոչ տեսահոլովակ։ Այդ կարևոր չի, որ թեմի վրա երկե 2 ժամ, 3 ժամ, 4 ժամ եւ ցայնը չերտար։ Այո։ Փոնգս կաս երկիչին ցայնին որակը։ Այո, եւ կարողությունը թե որքան իր ցայնը կբահի այդ մի քանի ժամվա ընթացքին։ Մեկ երկը ստուդիոյի մեջ 10 օրով երկես բաժին գդրեն, mix mastering, շտկեն։ Իմաստը չունի որ live երկես չես խնար երկել։ Ճիշտ այդ մեկն է որ այսօր խայդարագություն մտածած է թե գլսենք այս երկիչին ցայնը հրաշալի ցայն է, այսինչ լավ ցայն է, բադահած է կոնե իմ հետս լսած եմ որբեսի հյուրընկալելու, աբա լսած եմ գենթանի հնչողությամբ ինքը տեղ մնե, այսպես եւ հրավիրած են։ Ամճնալով փեմփարսրացած է եւ խայդարագությունը այդ բահին սկսած է հրավիրողը Կաղապարչունի միտե խայդարագելու համար է կամ իրականությունը ցույց տալու համար է եւ այսպեսով ամենչապես այդ երկիչին վրա գտրվի ատմեց X-ը եւ գհերանա Հայաստան հաղորդաշարեն, որովհետեւ ցայն ունեցողը, ցիրկ ունեցողը, աստվածադուր ցայն ունեցողը պետք է անպայման աս հաղորդաշարի հյուրը լա։ Եվ այդպեսով ինչպես որ դու գսիկ, այսօր դժբախտաբար այդպես եղած է Բողոս Եդիկյան, երկիչները շատ են, բայց լավ երկիչներու թիվը քիչ են եւ դուք այդ լավ երկիչները մեկն եք։ Մերսի շատ շնորհակալություն է, խնդրեմ։ Գարտամ վերջին մի քանի նամակներ եւ ունիմ վերջին երկու հարցումներ եւ գավարտենք ձեր անձնական նոր երկով հավիդյան խորակրով միայն Radio Stars-ն բացառապես պիտի լսենք քիչ ետքը։ Գարտամ նամակներ եւս Նելլի Ավեդիկյան շատ շնորհակալ եմ օգնելու համար, որովհետեւ ես արիտը չունեցա հերախոսին նայելով գարտալ նամակներ արդեն 100-ավոր են։ Ուրեմն մեր սիրելի երկիչ Սուրիկ Մակտեսյանը միացած է, գրած է բրավո Բողոս Եդիկյան, միշտ հաջողություն քեզի բոլոր քայլերուց եւ ծրակերներուց համար։ Աբա գահարցնեն Բողոս Եդիկյանը Կանադա ուր կփնագի։ Տորոնտո։ Հարցումը եւս կար քանի զավագունի, ինքը սավ թե նշանված է, ուրեմն թեր ամուսնացած չէ։ Տորոնտո կփնագի։ Աբա, բրավո, Շովիկ Սարգսյանը գսե լսենք արաբերեն երկը հաճիս, ուրեմն արդյոք Շողիկ կենտանի հնչողությամբ կամ ուպտիրի ինչպես երկեց այդ մեկը։ Լավ, ես կփորձեմ ուրեմն մեր հարցազրույցան ամենչապես իդ կլսել նոր երկահավիտյան, աբա ուպտիր երկը ամենչապես։ Դուք պատրաստ ունիք կամ պետք է մենք YouTube-ն ամենչապես վերցնենք Բողոս Եդիկյան։ YouTube ունիմ, ես իմը չեմ գնահատել։ Բայց ուզես ուրիշ երկն արաբերեն երկեմ լայվ։ Ինչու՞ չէ, եթե պատրաստ եք կլսենք։ Նախքան նամակները շարունակելը, որովհետև Շողիկը գխնդրե արաբերեն երկը լսենք կսե, որ արդեն դու գսիկ ուպտիր երկն է հայտնի երկիչ, լիբանանցի երկիչ Զիեդ Բրժիի։ Եթե գուզեք, սիրով կլսենք, ես իմիջայլոց ուպտիր երկը կպատրաստեմ։ نسيني الدنيا ونسيني العالم ضوبني حبيبي وسيبني اقول لك احلى كلام لو الف الدنيا لو الف العالم
مش ممكن زي غرامك انت الاقي غرام لو اقولك اني بحبك الحب شوية عليك لو ثانية انا ببعد عنك برجع مشتاق لعينيك ضمني خليك ويايا دوبني ودوب في هوايا تعال نعيش اجمل ايام لو اقولك إني بحبك الحب شوية عليك لو ثانية أنا ببعد عنك برجع مشتاق لعينيك ضمني خليك ويايا دوبني ودوب في هوايا تعال نعيش أجمل أيام Ալլա, այսինչ գեղեցիկ ցևով Բողոս Եդիկյանը մեկնաբանեց Ռաղեբ Ալեմիի գեղեցիկ երգը։ Արդյոք դուք պետք է երգիչին ոճը ցայնը սիրեք, որովհետեւ երգեք կամ երգը սիրեցիք, հանգչեցաք եւ գիտեք ձեր ցայնին գվայել է եւ երգեք։ Այո, ճիշտ այդպես, պետք է ցայնից վայելե։ Հիմա Ջորջ Վասով շատ կսիրեմ։ Բայց քիչ մը երգերը դժվար է, պատրաստած եմ մեկ հատ նոր պետք է ցայնակրեմ։ Արդյոք բաժին մլսենք կամ գիտեք այսօր ամեն բան բացառափառ է եւ անագնգալներով է։ Վնաս չունի եթե երկու դողմը։ ناري ولهفة قلبي ليلي وسهري وحبي حتى جراحي وألمي وأسفي وندمي سلف ودين أيامي وأحلامي أشواقي وغرامي حتى سكوتي كلامي أهاتي ألامي سلف ودين بكرة حتدفع التمن للدنيا والأيام وتباع جراحك للزمن وتقول له عاوزه كام بكرة حتدفع التمن للدنيا والأيام وتبيع جراحك للزمن وتقول له عاوزه كام وتباع جراحك للزمن وتقول له عاوزه كام حتبكي دمع العين سلف ودين Ալլահ, այսինչ գեղեցիկ իսկապես թե ծեր ոճով երկեցիկ եւ չփորձեցիք այդ ցայնը որ ունի սալաֆոդեն այդ ցայնը որ այսօր ունի Ժորժ Վասուֆը շնորհակալություն չմերժելու համար շատ գեղեցիկ ցևով է որ մեկնաբանեցիք արդեն ես ոպտիր երկը պատրաստած եմ բայց անշուշտ նախ հադուկ բացառապար երկը պիտի լսենք հավիտյան ցեզ մեկ ուզեմ գիտնալ Բողոս Եդիկյան դուք երկար Արվեստին այս կանտարիներ դված եք ծեր ժամանակը ցայնը ու թանկ բահերը փոխադարձ երկարվեստը ներողություն ինչ տվավ Բողոս Եդիկյանին Գյանք Գյանք գիտեք ինչ իմաստ ունի գյանքը այսինքն ամեն բան է ամեն ինչ վազանցել է գյանք ես նույնիսկ վազանցել է երկի ինձ իդ գյանքի գաբեց Իսկ ինչ կգնգալեք երկի ասպարեզեն Ինչ կսպասեք երկի ասպարեզեն դուք ինչ կսպասեք Զապարություն միան Բավարար է Այո Զապահարությունը կնահատանք է ցեզի համար Այո Դրամատուրգիան բարձրացում է Այո Ոյագապ Վերջին հարցումս Փոքրիկ Բողոսը որ ուներ երազներ ու փապակներ 4-5 տարեկան է մանգաբարդեզի փոքրիկ Բողոսը իրակորձած է բոլորը Երազներ Երազ եւ փապակ Երազ եւ Փապակ Փապակս լավ նվագախումբով Բեմ պարսոնալ է, այսինքն ոչ թե տրամական Լա նվագախումբի մեջ դրամզը, գիտարները, ճուտագը, սաքսիֆոնը եւ լավ հետքեր ցկել Քանի որ ամեն ինչ օրը մի ցկենք եւ պիտի քալենք Ճիշտ է Այդ մեկը գսեի արդեն երբ մեր հայրերով մասին խոսեցանք այդպես է Որբեսի գսեն աստված Այո հրամեցեք Իմ ալպապակս ինչպես մեր սիրելի Պոլ Բաղդադելյանը ցկած է մեզ երկեր
իմ ալպապակս եթե գրնցա 100 երկ պատրաստել եւ 100 երկի մեջ է մեկ հատ սիրվի ինձ բավարար է Արդեն 6-րդը պատրաստ է 6 անձնական երկերը 5 հատ արձանագրած եք 6-րդը հիմա պիտի լսեն սիրված են եթե 6 հատը սիրված են ուրեմն բոլորն էլ պիտի սիրվին նամանավան ոչ անձնական երկերն որ մեկնաբանած եք հոյակապ են Լա Սուրբ Հայրիկ Լա Պոլ Բաղդասյանի այդ երկերու շարանը բոլորը որ լսեցինք բոլորն էլ շատ գեղեցիկ եւ հաջող երկեր են որովհետեւ պիտի կանք նույն նյութին եւ խոսակցության ըսկացումով երկելն է Երբ կսկանք եւ երկին որ դուք հաղորդեցիք բաթմությունը գիտենք ուրեմն տարբեր ըսկացումը կունենա ադի մեր մեջ Այո Արդյոք որ մեկ փապակներեն եւ երազներեն իրակորձված չէ եւ ամենչապես կաշխատիկ որբեսի կատարեք եւ իրակորձեք Երեք ուրեմն մոդիկ ընկերս կա Սերոբ Հակոբյան Ինքնալ հապուական երկեր միասին գխոսենք, որ նոր երկանտեսի պես պամ գազմագերբենք, սիրային երկեր ես երկեմ, ասկային հապուական երկեր ինք երկե, լավ նվակախումպով, չեմ գիտեր ինչու Կանադա և Ամերիկա, Սլիպանանի կամ Հալեբի պես, Հակոբ Դերմելկոնյանի պես, կամ մեր սրահներում պես, որ ունենք Հալեբի մեջ, երկանտեսներ չեն գազմագերբել Հայ երդասարտույները կանտիդելու Թիվը քիչ է, գազմագերբի, բայց թիվը քիչ է շատ, իրավունք ունիք Երբ որ գտեսնեմ մեծ երկիչներ Արմենջիկ, Արկադի Դոմիկյան, Դիկրան Ասադրյան, լավ երկանտեսներ գազմագերբեն, ես գնախանցին բարի նախանց, որ ես նույն բանը գրնամ եթե օրմը անել Այնքան սիրեցի ձեր իրականությունը, այո, խոսենք բարի նախանց, ոչ թե նախանց թեպի վարդնել կամ վիրավորել, այլ ձեր այդ արդահատությունը շատ սիրեցի, որովհետև շատ անգեղծ էր։ Ուրեմն հոս նամակ մնե, որ Գուղե Բողոսեդիկյանը հայկական միություններուն կամ քույր միություններուն կամ այլ տարբեր որբեսի պատրաստակամությունը ունենան եւ գազմագերբեն համերգներ Եթե մենահամերգ չէ, կոնե համերգ մի քանի երկիչներով եւ կատարեն լա լիբանանահայ, լա սուրիահայ, լա Հայաստանի հայ երկիչներ, լա Եվրոպայի հայկական երկիչներ, կարևորը բոլորը միատեղ իբր հայ երկիչներ փեմ բարձրանան եւ թահլիճի մեջի ներկաները ծափահարեն, որբեսի դրամատրությունը բարձր մնա այդ երկիչին։ Այո, ճիշտ է։ Շնորհակալ ենք այդ նամակը ուղղելու համար, որ շատ կարևոր է, շնորհակալ եմ այդ բարձ եւ անգերց արդահայտության համար։ Նամակներ եւս Աբրիս Սիրելի Բողոսեդիկյան բոլոր ճշմարտությունները խոսելու համար, աբա շողի շնորհակալություն գայտնե, որ ուպտիր երկը պիտի լսենք Բողոսեդիկյանի մեկնաբանությամբ եւ երբ երկեցիք շողիգը Ալլահ շո հասոտ գրած է, յետք նայինք նամակ մգա Նատո կլզի Go ahead my love Չեմ գիտեր ով է որույա այս մեկը Անիտան է أوه يا هلا بأنيتا بتشجعي ما بتشجعيني بتشجعي إله بطل توجه لك تحية يا فايس بيسوف كاتشاليري برافو كراتياني تان go ahead my love I think تبي هراج إم سيرا هرس أنا هيت هواجيميان أيوة I think كيرتسيك ماريت مكرتيان واو هو يجاب كوكو أجكيان واو ماري بايندريان كيرازيان واو Շողիկ wow բոլորը հիացած են որ երկեցիք Ավետիս Պապազյանը գահարցնե արդյոք իրակահայերու հետ ծանոթությունը ունի Տորոնտոյի մեջ Իրակահայ սելով ոչ Արիտը չունեց ծանոթանալու Ուսանք այս հարցազրույցեն յետ Շատ մթուրեր պիտի բացվի եւ հոստարցիալ Հրայր Զաքարյան գիտեմ Հրայր Զաքարյանը հիմա Լիբանան գտնվի երբ այս նամակը լսես անպայման Հրայր Զանքե խոսելի քունի աբա Հերմին Խորոսյանը գսե հաջողություն Բողոսեդիկյան Էտաբարսոմյանը գեցես Բողոս հուզվեցա երբ արաբերեն երկելդ լսեցի
Ապա amazing voice, God bless you շողիկին գողմեն, bravo magnifique se Անահիտ Հովագիմյան, այսինքն հրաշալի, թերնամակները շատ են, բրավոները շատ են, թամզապը շատ է, ասպես շպտալու եւ սրդի նշանները շատ է, շնորհակալություն ձեր բոլորին, որ բոլորդ այսօր կքաչալերեք կհետևիք ինչպես ամեն երկուշաբթի եւ ես հուսամ այսօր գրծա դաղանթավոր երկիչ Պողոս Եդիկյանին լավ ծանոթացնել։ Հոս մենք կհասնենք մեր հայտակրի ավարտին, բայց ինչպես տեսի խոսքը լսել է Ետ Պողոս Եդիկյանին, պիտի լսենք Հավիտյան խորագրով երգը, որ դարձել կպատկանի պարոն Սարգիս Քելխաչարյանին։ Այո։ Ուր արձանագրեցիք, ինչպես պատրաստվեցավ երգը, եթե պատմություն ունի Հավիտյան երգը լսենք ձեզ մի հաճիկ։ Այս երգը պատմություն մճունի, սիրային երգ է, այս երգը ուզեցի, որ օրին մեկը որ ամուսնանամ, ամուսնացած օրս այս երգը նվագեմ եւ հրաբարակեմ, բայց որ արիթ եղավ այս հարցազրույցին, ռադիոստարզին ջամփոտ ծանոթանա ավելի լավ է։ Շատ շնորհակալ ենք, կնվիրեք Անիտային։ أيوه أنيتا هيدي الأغنية مهداة لإليك هافيتيان يعني للأبد وهيدي الأغنية رح يسمعوها لأول مرة عبر إذاعة النجوم اللبنانية اللي هي راديو ستارز يبقى خواستانام تي بويفمك أرابيرن لزبوف يتير كرونناك يس أرابيرن لزبوف هاقورتا شارال غنيرغايات سنم هينك شابتي أوريرا ورمان بغوس يديكان تير أرابيرن لزبوف يركات يركر يتي كابيرايتي هارتير تشلان أم بايمان بدلسنك هما وبتير ور بدلسنك يشات لاف كده مرزيات برجين copyright ունի այդ երգին Facebook-ի հետ։ Եթե չանչադվի երգը, ամենչապես պիտի շարունակենք։ Եթե անչադվի, պիտի ստիպվիմ ընդհատել երգը եւ ամենչապես ուրիշ երգի անցնել։ Բարձրապես ուզեցի բացատրել, որբեսի այդ դիտողությունները չլա թե ինչու երգը ամբողջով ինչի լսեցինք։ Այս copyright-ի հարցը կա Facebook-ի հետ, երբ ովևէ մեկ երգ copyright-ի հարց ունի եւ մենք սկսենք սփռելու, մենք 15 երկվարգյան ունենք, 15 սեկոնդ ունենք, որբեսի ամենչապես ընդհատենք երգը եւ անցնենք ուրիշ երգի, որբեսի մեր հայդակիրնալ չնչադվի եւ այսպես չանչադվի եւ գես չիմանա։ Բարձրապես ուզեցի պատասխանել, որբեսի բոլորը իմանան եւ դուգալ իմանաք։ Հարկելի երկիչ տաղանդավոր երկիչ Պողոս Եդիկյան, շատ անգերց պատասխաններ տվիք, շատ անգերձորեն յուրաքանչյուր հարցումից պատասխանեցիք։ Գներեք, եթե ձեր հոր նկարով ցեզի հուզեցի, բայց պետք է այս մեկնալ խոսեինք անպայման ցեր սրդի խոսքի ինչեր եւ այդ հրաշալի Սուրբ Հայրիկ երգը լսենք, որ քիչ հետ կեստարցիալ պիտի փապակիմ լսել ինչու չէ։ Վերջի խոսք, ցեր սրդակի խոսքը ինչ է հայտակրին, այսօրվա հետևողներուն այսքան հարյուրավոր նամակներ, որ գրեցին այսօր իրենց ժամը դրամատրեցին լա Հայաստան, լա Եվրոպա, Հարաբական երկիր, Կանադա, Ավստրալիա, Արժանտին, Բրազիլ եւ Ամերիկա։ Հետևեցան աշխարհի 4 կողմի հայերը։ Ինչ ունի կսելիք լսենք ցեզ մի հաճիկ հրամեցեք։ Բոլորին վարդիգադար շնորհակալություն գտնեմ ցեզ մե աստղիպես պայլում մնաք միշտ մեզի լավ ժամանակ անցնեք բոլորին առողջություն գործերու աջակցություն այսպես սողերին մեզի կողքաչալերեն բոլ ինչպես կսեր խատրի համար զապեցեք մեզի խատրի համար լայք տոնեն եւ լսեցեք դարաձեն մեր երկերը բոլորին երկելես վերջ անդրադարձա որ կզակրիչնալ կաչարանքի պետք ունի ֆուտբոլ խաղացողնալ կաչարանքի պետք ունի ամենքս սիրկ ունենք եւ պետք է իրար կաչալերենք անպայման սիրկը ավելի գնանք արշև դանիլ վրան աշխատել չի ուսադիլ Շատ գեղեցիկ խոսքեր են, այո։ Արդեն ես պիտի ասեի թե հայասկի ինչ խոսքեր ունի, քրեթե այս խոսքերը հայասկի համար է իրար քաշալերեն, իրար զաբահարեն, իրար բարձրացնեն, երգ ամենչապես տարածեն, գիսվին, բաժնեն, լսնեն բոլորին, այդպեսով մենք իրար զաբահարելով է որ գահաչողինք Ես հոս միշտ պիտի զապահարեմ ցեզի, ցեր երկերը միշտ լսելի պիտի դառնան Radio Stars-ն, արդեն լսելի դարձան մոտավորապես 12 օր առաջ Radio Stars-ը սկսավ սփռելու եւ պիտի շարունակվին լա հայերեն լեզվով ներկայացնելիք հայտակրիս կամ Արաբերեն հայտակրիս 5 շաբթի օրերը։ Դարձյալ շատ շնորհակալ եմ եւ երգը դրամատրելու համար Հավիտյան խորագրով, որ միան բացառապես Radio Stars-ն պիտի լսեն, մեծ շնորհակալություն ցեզի եւ Բարի եկացեք տաղանդավոր երգիչ Պողոս Եդիկյան։ Շնորհակալ եմ։ Ցտեսություն։ Ցտեսություն։
հասկանանք նայսով իրական է հարցը Ճիշտ այսպես ուզում էի մի Բացառապես եւ միայն Radio Stars-ն մեջ ես լինեմ Ինձ մի թողյար մենակ Քո սիրով նոր եմ ես սնված Ինձնից թե հեռանասի մի Բացառապես եւ միայն Radio Stars-ն Չունենար իմաստ Հավիդյան տող չպաժանվենք Մենք իրար ամբողջացնում ենք Բացառապես եւ միայն Radio Stars-ն Ես պահի ու ինձ ես կոնը լինեմ ու քո սրդին թողնեմ Այս օրվանից էլ չպաժանվենք Մենք իրար ամբողջացնում ենք Երկուսով Սիրելիներ, գլսեք եւ գտիդեք Հայ Աստղեր հաղորդաշարը Քո սրդին թողնեմ Չեմ կարող քեզնից հեռու ապրել Գլսեք Radio Stars-ը Los Angeles, California Խոստանամ սիրելու եմ յարքես Հավիդյանից են էլ անքին Իմ սերը լինելու է միշտ քեզ Բացառապես եւ միայն Radio Stars-ն Քեզ իմ անքին Դու սիրո հրաշք իմ կյանքում Անգերց սիրուտ ես հավատացը Բացառապես եւ միայն Radio Stars-ն Ախ այսօր իմն ես դարձել Հավիդյան տող չպաժանվենք Մենք իրար ամբողջացնում ենք Երկուսով արի ես պահի Դու ինձ ես կոնը լինեմ ու քո սրդին Բացառապես եւ միայն Radio Stars-ն Չպաժանվենք Մենք իրար ամբողջացնում ենք Երկուսով արի ես բահի Դու ինձ ես կոնը լինեմ ու քո սրդին թողնեմ Չեմ կարող